Ըստ ժամանակակական հերթականության բողոքը ներկայացնելու խոսքը տալու բաժ։ Շնորհակալություն պատասխանատան, ինչ որում բացատրության բովանդակության հասնելը ցանկանում նշել, որ հնարավորինս շատ կրճատել են քրեական իշխողոքում մատնշտացները, մասնավորապես այնտեղ չեն վկայակոչվի այնպիսի ապացույցներ, որոնք ստորության երկու համբարձումն ու վերաբերյալ դեպքին չեն առաջվում կամ առաջում են անգամով, որ ընդհանուր դեպքն նկարագրված չեն համաձայնում գործողությունների, եւ ինչ որ բացատրության անցնելը ես ակիրճ ասեմ, մենք դատական ակտի պատճառաբանությունների ինչ եզրանությունների հետ համաձայն չենք, ըստեյության առաջացան դատարանի ինչ ավել, մեղադրական վերնիկը կայացնելու համար դատարանի իշխանության տակ երկու տեսակի ապացույցներ են ունեցել, մասնավորապես դժողների վկաներից ուսմունքներ եւ համապատասխան տեսակություններ, նաեւ որոշակի գրավապատասխաններ կային, որոնք ըստեյության գործողությունների վերաբերյալ որևէ ներկայացում չեն պահպանում։ Համապատասխան ուսմունքների մասով վկաների դժողների այդտեղ ևս երկու խմբի հնարավոր բաժանել, այնպիսի ապացույցներ, որոնք նախաքննության ու դատականության ընթացքում եղել են բովանդակ, եւ այնպիսի, որոնք նախաքննության ինչ-որ փուլից իրենց բովանդակությունը փոխել են, այլ տեսակի ուսմունքներ են արձանագրվել, կամ այնպիսի, որոնք նախաքննության ընթացքում եղել են մի կերպ, իսկ դատականության ընթացքում արդեն փոխվել են։ Այս պայմաններում Բարտոշան առաջացանի դատարանը դատական ակտայացնելիս ինքը ընդունել միայն այնպիսի ուսմունքներ եւ այդ ուսմունքների այն հատվածները, որոնք միայն մեղադրական բնույթի տեղեկություններ են պահպանում, իսկ օրինակի համար նույն անձը սկզբնական շրջանում ուսմունքը տվել, հետագայում ուսմունքը հերքել անցնել, չի եղել այնպիսի բարերին, եւ դատարանը հիմնավոր համարել սկզբնական ուսմունքը եւ ի վերջո այդ ուսմունքները դատարանը ինչը պաշտպանության կողմանում է սահմանին համարում, միակ օբյեկտիվ ապացույց է տեսակցությունը չի համարում։ Այսպես հասկանալ ագրեչիտ մարդու ասածն ճիշտ սկզբնական տեղեկատվություն։ Սա այդ մասով Բարտոշան դատարան, ինչպես նաև այդ արժանահավատության նմանատման շրջանակներում երբ որ փորձել է այս կամ այն ուսմունքի արժանահավատությունը գնահատի, մեր համար ակնհայտ է, որ ամեն կերպ փորձ է կատարվել այնպիսի ուսմունքներին արժանահավատություն տալ, որոնք մեղադրական բնույթի է, նշվել է ինչ-որ ազդեցությունների մասին, ինչ-որ օպերատիվ գրության մասին եւ այլն, դրանց վերաբերյալ համապատասխան փաստարկները բացատրության կներկայացվեն։ Ընդհանուր առմամբ Բարտոշան դատարան էստա, որ դա համաձայն չենք մենք նրան, որ դատարանը ինչպես այդ դրանից ուսումնասիրները ինչու անհետացել են համապատասխան տեսակցությունը, ընդհանուր բացատրությունը շրջանակներում են։ Քանի որ Բարտոշան դատարան հնարավոր չի առանց անձանց ուսումնասիրները վկայակոչելու թեկուզ մասնակի, բայց այն բովանդակության, որ ամբողջությամբ արտացոլում է նրանց ասոցը, ստիպված են լինելու որոշ անձանց ուսումնասիրները հրապարակել թե դատաքննական, թե նախաքննական, որպեսզի եւ դատարանին եւ հանրության համար բարձր լինի, թե ինչի մասն է խոսքես, դեպքը ինչ ապացույցներ ունի տակ եւ այլն։ Այսպեսով Բարտոշան դատարան դատարանի հրապարակման, ինչպես արդեն դատարանը դարձել է, դատարան համարձակությունը ներկա չի գտնվել, քանի որ համապատասխան դիտողությունը դատարանի կողմից ունեցել է, հետագայում ստացել են վերիպակի մասին ուրման որոշում եւ ծանոթանալով բողոքարկող դատական ակտին են գտնում են, որ Դավիթ Համբարձումյանի եւ Գոռ Համբարձումյանի մասով դատավճիռ անձնների չպատճառաբանված ըստ անօրինական։ Դատավճիռը վերնշված մասով չի բխում քրեական գործում արկա ապացույցներից, դատարանի կողմից չի իրականացվել օբյեկտիվ լրիվ եւ բազմակողմանի քննություն, քրեական գործի նյութերում արկա Դավիթ եւ Գոռ Համբարձումյանների անմիջական մասին վկայական հետքերի ապացույցները դատարանի կողմից անտեսվել են, ինչի արդյունքում արդարացման դատավճիռի փոխարեն կայացվել է մեղադրական դատական ակտ։ Այս առումով մանրամասն հանրահավաք կատարվի Դավիթ եւ Գոռ Համբարձումյանների նկատմամբ մեղադրական դատավճիռի կայացնելու ընթացքում դատարանի կողմից օգտագործված ապացույցների ծավալին, դատարանի կողմից այդ ծավալի գնահատման չափանիշների, ինչպես նաեւ այդ գործընթացում դատարանի կողմից թույլ տված ակնհայտ սխալների եւ անտեսված ապացույցների։ Առանձին արադասը կատարվի Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված աննախադեպ խիստ պատժին, այդ գործընթացի պատճառների եւ նպատակների։
Սույն բացատրությամբ ապացույցները կներկայացվեն հնարավորինս մայքից, սակայն այն ապացույցները սույն բացատրությամբ չներկայացվել չեն կարող աշկարանալու դրանց կարևորությունը եւ այն հանգամանքը, որ բողոքարկող դատականանքը հենց այդ ապացույցների վրա է կառուցված եւ առանց դրանց բովանդակության հրապարակման եւ անհայտացման հնարավոր չի նկարագրել դեպքի իրական պատկերը եւ տարբեր գործողությունների անհրաժեշտ անհնարության առաջադրված մեղադրում։ Այսպես դատարանը պատասխանատվների չեն հրապարակեն մատնաշել ապացույցների ծավալը, թե ինչ օգտագործել, դրանց գնահատում, արժանավատության չափանիշի վերհանում, բավականին ծավալում հատված կա բողոքարկի դատականանքում, ինչի արդյունքում հանգելան, որ դատարանը հաստատված համարը, որ 2018 թվականի ապրիլի 22-ին ժամը 11:17 ժամանակահատվածում Արարատի մարզի ասես քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, վերջինիս երկար Գոռ Համբարձումյանը եւ քրեական գործով 58 շփոթված այլանդին քաղաքի մարզի արևից մոտաշատ յուղերի խաչմերուկի բանակահատվածում բացի այդ անհարգալից վերաբերում դրսևորելով հասարակության նկատմամբ հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Երևան քաղաքի հանրապետության հրապարակ արգելելու խոչընդոտներ ստեղծելու տևական ժամանակ առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենանով փակել են նշված խաչմերուկի դեպի Երևան քաղաքական ճանապարհը, որի ընթացքում Դավիթ Համբարձումյանը, Գոռ Համբարձումյանը եւ մյուսները խմբի կազմում միասնական դիտավորությամբ մեկը մյուսի գործողությունները գիտակցելով եւ ողջունելով, բացի այդ անհարգալից վերաբերում դրսևորելով ինչեստելով հանրահավաքի մասնակիցների հասցին, նրանց տեղաշարժը կանխելու նպատակով գործողություն են գործադրել, ոտքերով, ձեռքերով եւ որպես զենք օգտագործող նախապես իրենց ներկայացված մարտերով, քարերով հարվածներ են հասցրել իրենց մասնակիցներին։ Այդ ընթացքում Դավիթ Համբարձումյանը գործատեղի հատվածում կրել է զենքի նմանվող առարկա, հասարակության անդամների մոտ ստեղծելով վախի եւ սարսափի մթնոլորտ եւ խմբի կազմում այդ թվում Դավիթ Համբարձումյանի հետ, սա ինչպես դատական արտուկա, ես մեջբերում եմ Դավիթ Համբարձումյանի հետ Կրոնցներով եւ ողքերով հարվածներ են հասցրել ցույցի մասնակիցներ Արա Պողոսյանի եւ Աբրահամ Ջուլյանի մարմնի տարբեր մասերին, վերջինս առողջությանը պատճառելով թեթև վնաս։ Այդ ամենի ընթացքում խմբի 58 պարտված մյուս անդամները մահակներով ավտոմեքենայի խլացուցիչով եւ այլ առարկաներով, ինչպես նաեւ ձեռքերով նույնպես զուգահեռ հարվածներ են հասցրել Արա Պողոսյանի, Աբրահամ Ջուլյանի, Արստեփյանի եւ Խաղաղի այլ մասնակիցներին։ Միջադեպի ընթացքում Դավիթ Համբարձումյանը սև մինի ավտոմեքենայից դրայից որպես զենք օգտագործող քննությամբ չպարտված առարկայի գործադրությամբ խրախ է արձակել Խաղաղ երթի մասնակիցների ուղղությամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, միաժամանակ հասարակության անդամների մոտ ստեղծվել է վախի եւ սարսափի մթնոլորտ։ Նույն միջադեպի ժամանակ Գոռ Համբարձումյանը ձեռքով հարվածել է Հովհաննես Բալաբանյանին, վերջինս առողջության պատճառով թեթև վնասներ, շպարունակող մարմնական վնասներ, Գոռն արտահայտվել է համապատասխան նկարագրությունը կա եւ հարվածել է ավտոմեքենային, դրանով պատճառել է 33,000 դրամ գույքան։ Պատժեմ դատան, ես համոզված եմ, որ մենք ասացում վերջին Պատժում դատան, հաշվի առնելով այն անձնանքը դատարանի կողմից, առաջացել դատարանի կողմից, որտեղ հետազոտված նկատելի ապացույցների թվարկված ամենից յուրաքանչյուրի դեպքում դատարանի կողմից դատական ակտի մեջբերված պարունակում է էական բացառումներ, անհրաժեշտ են համարում վերացնել ներկայացնել նշված անձնասությունների բովանդակությունը, միաժամանակ անդրադարձ է կատարվելու Դավիթ եւ Գոռ Համբարձումյաններին արտադրությունների ոչ արժանավատ գնահատելու վերաբերյալ դատարանի պատճառաբանությունները եւ այն հանգամանքների, որոնք դատարանը հանգեցրել է։ Բժշկ դատարան տալիս նշել է, որ դեպքի օրը Մասիս քաղաքից գնացել է դեպի Արգավանդ։ Խաչմերուկ չհասած ցանում է եղել, առաջ գնալու տարբերակ չի եղել, իջել մոտեցել է Խաչմերուկին, հասկացել է, որ մարդիկ կային, որ ուզում են Երևան գնային, բայց չէի կարողանում։ Վիճաբանություն է, տեսել է, որ ոստիկանները փորձել են հանդարտեցնել, ինքն էլ մոտեցել է, որ օգնի, այդ ժամանակ իրեն են մոտեցել իրեն ճանաչողներ եւ ասել, որ որոշ մարդկանց բերման են ենթարկել, խնդրել են օգնել, որ ազատ արձակեն։ Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվել եւ ցուցարարները գնացել են իրենց ճանապարհով։ Հայտնել է, որ միայնակ իր մեքենայով է եկել դեպքի վայր, այլ մեքենաները իրեն չեն ուղեկցել, մեղադրյալներից որևէ մեկին չի տեսել դեպքի վայրում։ Թե ով է փակել Խաչմերուկը տեղյակ չի, դեպքի վայրում գտնվել է մոտ կես ժամ, զենք երբևէ չի ունեցել,
ի ներկայությամբ մահակների, քարերի, ավտոմեքենայի կրակոցի օգտագործման միջադեպ չի եղել, սակայն հնարավոր է, որ իր հասցնես առաջին տեղի ունեցել այդ դեպքերը։ Հայտնել է նաև, որ միայնակ է գնացել այստեղ, եղբայրը գիտել չի եղել, իսկ տարածված տեղեկությունները, թե երբ որ մասնակցել են այդ ամենին, իրականությանը չի համապատասխանում։ Նշել է նաև, որ դեպքի վայրում ինքը չի կրակել, նման պարվածքը անվանել է համայնքի ղեկավարին անվայել, նշել է, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Դատարանը Դավիթ Համբարձումյանի ցուցմունքին անդրադառնալով նշել է, թե այն արժանահավատ չէ եւ նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից։ Սակայն նրա ցուցմունքը դատարանի կողմից հիշատակվել է ապացույցների այն ծավալում, որով դատարանը առաջնորդվել է Դավիթ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչելիս։ Այս առումով պետք է նաև նշել, որ ցուցմունքի մասնակի արժանահավատության մասին որևէ դատողություն չի կարող լինել իրավական ողջամտության սահմաններում օրենսդրական դոկտրինալ կամ պրակտիկ հիմնավորում։ Հաջորդիվ պետք է նշել նաև, որ ցուցմունքի դատողություն չի կարող եւ չպետք է ինքնանպատակ լինի, քանի որ այդպիսի մոտեցման թույլատրման բարակայում դատական ակտը վերացարկում է դատական բավարարի նյութերից ու կրում է հռչակագրային գնահատականով հանգեցնում է չպատճառաբար դատական։ Այլ իրավիճակ կլիներ, եթե դատարանը Դավիթ Համբարձումյանի հայտնած տեղեկությունները համադրել որևէ հավաստի արժանահավատ ապացույցի հետ եւ մատնանշել այնպիսի հանգամանքներ, որոնք կվկային Դավիթ Համբարձումյանի կողմից տրված ցուցմունքի անարժանահավատության մասին։ Սակայն սույն դեպքում դա չի արվել, քանի որ նման ապացույցներ դատարանում չեն հետազոտվել։ Ապերում դատարան դերևս նախաքննության փուլում պաշտպանության կողմը 3 անձի մասնավոր հարցման է ենթարկել, ովքեր եղել էին դեպքի վայրում եւ ցուցմունք էին ցանկացել տալ, նրանցից մեկը դատարանում մեկի հնարավոր չէ դատարանում ապահովել, այդ մասով ընկերաժողովի մասնավոր հարցումից, մյուս անձը մահացել էր այդ անձի ցուցմունքը ճանաչեց որպես այդ փաստաթղթացից, իսկ դատարանում հարց է քննվեց Արաքսել Զորայանը, ով նշեց, որ դեպքի օրը որ բնակվում է դաշտավայրում, որը կապված է հայերենից եւ օգտակար յուղերի խաչմերուկին, դեպքի օրը մասնավորապես ժամանակ 4-ից 5 ժամանակահատվածում գնացել է նշված խաչմերուկ, այնտեղ ցուցարարներ են հավաքված եղել, ոստիկանները իրենց չեն թույլատրել գնալ դեպի Երևան, որի պատճառով վիճաբանությունը տեղի ունեցել։ Որոշ ժամանակ Դավիթ Համբարձումյանը եկել է, փորձել է հանդարտեցնել բոլորին, տեղում հավաքված անձինք նրան ասել են, որ բերման ենթարկվածներ կան եւ խնդրել են Դավիթ Համբարձումյանին, որպեսզի օժանդակի վերջիններից ազատ արձակելու։ Տեղյակ է, որ որոշ ժամանակ հետո այդ անձանց ազատ են արձակել։ Դատարանի կողմից տրված հարցին, թե ինչպիսի հեռախոսահամարները օգտագործվում, վկան համապատասխան տեղեկությունները հայտնել է եւ նշել է նաեւ, որ կնիկ դուրս գալիս հաճախ հեռախոսը թողնում է տանը։ Դեպքի վայրում Դավիթ Համբարձումյանին գտնվելու հանգամանքը իր մոտ տպավորվել է, քանի որ վերջինս հանգարտեցնում էր տեղում վիճաբանող անձանց։ Պաշտպանության կողմի հարցին պատասխանելով վկան նշել է, որ Դավիթ Համբարձումյանի կողմից որևէ մեկին հարվածելու, անձանց հարվածելու հրահանգ տալու կամ որևէ մեկին հարելու ականատես չի եղել, նման բան պարզապես չի եղել։ Վկան նշել է նաև, որ այն ժամանակ, երբ ինքը գտնվել է դեպքի վայրում, կրակոցի կամ պայթյունի ձայն չի լսել։ Վկան նշել է, որ դիմակով անձանց չի տեսել դեպքի վայրում, քաղաքապետի գալուց հետո ինքը քիչ է մնացել դեպքի վայրում, Դավիթ Համբարձումյանն էլ երկար չի մնացել։ Վկան հանրաքննության ընթացքում մտաբերել է նաև, որ դեպքի օրը խաչմերուկ գնալուց իր բջջային հեռախոսը թողել է տանը։ Դատարանի այն դիտարկմանը, որ վկայի ցուցմունքը կասկածելի է այն պատճառով, որ վերջինս բջջային հեռախոսահամարի տեղակայման վերաբերյալ տեղեկություններով չի այսինքն վկա, որ իր հեռախոսահամարը այդ օրը թողել է տանը, ինչը ապա իրադարձությունների նկարագրությունը հաշվի առնելով մասնավորապես այն հանգամանքը, որ դեպքի վայրում եղել են առնվազն 3 արժեքի, ենթադրելի է, որ փոքր տարածքում սպասարկվել է նվազագույնը 300 բջջային հեռախոսահամար, բջջային ցանցը կարող է ծանոթագրված լինել, ինչի պատճառով հնարավոր է որ ուժերի հեռախոսահամար սպասարկվել է մոտակա կայանների մեկի կողմից։ Վկա Քաջի Գուլմանյանը այն անձնով մահացել է դատախազության ընթացքում եւ այդ ապացույցը ճանաչվել էր այդ փաստաթղթի ապացույց։ Դրա բովանդակությունը հետեւյալն է. մարդկանց բազմությունը մոտեցել է խաչմերուկին, մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող դպրոցին, որտեղ նրանց դիմաց փակել են ոստիկանները, մարդկանց ու ոստիկանների միջև սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում մարդկանց բազմությունը նահանջեց դեպի խաչմերուկ
Աշխուժ ոստիկանների և ցուցարարների միջև։ Այդ ժամանակ ձեր մինջի ավտոմեքենա մոտեցավ, որից իջավ Մասի քաղաքապետ Դավիթը, ում ճանաչում է դեմքով և անունով, սակայն չգիտի ազգանունը։ Դավիթը անմիջապես մտել է մարդկանց պահանջեցին Դավիթից նրանց ազատ արարածին։ Դավիթը դիմել է ոստիկաններին, որ բոլոր ձերբակալված անձանց բացվում է։ Ինքը այդ բանին վերադարձել է խանութ, քանի որ հաճախորդ է ունեցել, որոշ ժամանակ անց իմացել է, որ ոստիկանները որից հետո ճանապարհը բացվել է և մարդիկ սկսել են սրվել։ Այդ ամբողջը տևել է մոտ 30-40 րոպե, այդ ընթացքում Դավիթը որևէ մեկի հետ չի վիճել, չի կաշկշել, չի հարվածել։ Ներկայացնում են ուսուցիչները, մասնավորապես բուժողների դերակցությունները այդ թվում Դավիթ և Գոր համբարձումների հետ իրականացված առերես արձակնության անձնագրությունները։ Հրապարակումից հետո ուժով հայտնել է, որ սխալմունք է տեղի ունեցել անձանց անունների մասով, նկատի ունենալով Դավիթ և Գոր համբարձումների։ Առերեսը բան ժամանակ պարզել է, որ Դավիթ համբարձումները չի եղել այն անձը, ում գործողությունները ինքը նկարագրել է։ Հանրային մեղադրողի հարցին պատասխանելիս ուժովը նշել է, որ սխալմունք է եղել այն մասով, որ ինքը նշել է, որ իրենց ծեծին ընդհանրել Դավիթ և Գոր համբարձումների։ Ուժովը նշել է, որ առերեսման ժամանակ չի պնդել, որ իրենց ծեծին ընդհանրել Դավիթ և Գոր համբարձումների, ոչ թե այն պատճառով, որ վախեցել է ինչ-որ հաշվետվից, այլ այն պատճառով, որ առերեսման ժամանակ հասկացել է, որ իրենց այլ անձինք են ծեծի ընդհանրել։ Այն հարցին, թե ի վերջո իրականությանը համապատասխանում են ուժովի նախաքննական առերես արձակնության ընթացքում հայտնած տեղեկությունները, ուժովը նշել է, որ իր կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները դեպքի վերաբերյալ հայտնած տեղեկությունների մասով իրականությանը համապատասխանում են բացառությամբ այն տեղեկությունների, որ իրենց Դավիթն ու Գոր համբարձումներն են հարվածել։ Այն հարցին, թե հանրապետության հրապարակում լրագրողի հետ զրույցի ընթացքում ուժովը հայտնել է, որ իրենց ծեծի են ենթարկել Դավիթ և Գոր համբարձումները ևս սխալմունք է, թե ոչ, ուժովը նշել է, որ այո, դա ևս սխալմունք է, իրեն այդպես են ասել այլ անձինք, ինքն էլ լսելով հայտնել է լրագրողներին։ Ուժովը նաև նշել է, որ իր սկզբնական ցուցմունքները չի կարծրացել, քանի որ վստահել է քննիչին։ Ուժովը նշել է, որ իր կողմից ձեռագիրկված ցուցմունքները ևս ճիշտ է, բացառությամբ այն մասին, որ Դավիթ և Գոր համբարձումներն են իրենց ծեծի ենթարկել և հարվածներ հասցրել։ Այդ հանգամանքը վրան պարզել է առերեսման ժամանակ, դրանից առաջ գտնվել է մոլորության մեջ։ Որևէ մեկը ինչ առերեսում իրեն չի խնդրել կամ մոլորել հայտնել այն տեղեկությունները, որոնք նա հայտնել է առերեսումների ժամանակ։ Ոչ մի վախեր չունի իրականությունը հայտնելու համար, իրեն միայն անհանգիստ ստացվում է, որ ցուցմունքներում սխալ մարդկանց անուն է տվել։ Ուժովը նշել է, որ Դավիթ և Գոր համբարձումների հետ առերեսման գնացել է եղբորություն գործող Ուժով Արա Պողոսյանը, սակայն վերջինիս մասնակցության առերես արձակնություն տեղի չունեցել, քանի որ Արա Պողոսյանը ցուցմունք է տվել ինքն ընդունելով իր պատմածը։ Պատմական սա Ուժովի կարծիքն թե առերեսումը ինչու տեղի չի ունեցել, իրականությունը այլ է, երբ որ առաջին առերեսումները տեղի ունեցան տանտի հասկացան, սխալ ցուցմունք է տվել, սխալ մարդկանց են մաքսանիշել, որպես իրենց արձակումով քննիչը պարզապես չի իրականացել, որպեսզի նման իրականացում շահարկել։ Ըստ էության Ուժովը դատարանում պնդեց նախաքննական ցուցմունքներում ներառված տեղեկությունները դեպքի և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ, սակայն ինչպես առերեսման ժամանակ դատարանում ևս մեկ անգամ հաստատեց, որ Դավիթ և Գոր համբարձումներին դեպքի վայրում չի տեսել, նրանք չեն եղել իրենց ծեծի ենթարկողները։ Այլ անձանց խոսքերի հիման վրա Ուժովը նախաքննության ընթացքում ցուցմունքներից նշել է, որ երկու հրազենային վնասված ստացող է եղել դեպքի ժամանակ, ինչը իրականությանը չի համապատասխանում, սակայն հաստատում է, որ Ուժովը ոչ թե հայտնել է այն տեղեկությունները, այնպիսիք, որոնք իրեն հայտնել են այլ անձինք, այդ թվում մեր պաշտպանների գործողությունների մասին։ Հարգելի պաշտպան, կանոն դատվեցիք դատան արձանագրումը, որ դատականստին ներկայացան նաև պաշտպանների Գորայր Համբարձումյանը և Գայանե Պապյանը։
Եվս մեկ հանգամանք պարզաբանեմ, հարգելի պաշտպաներ անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ ժամանակից։ Չնայած որ դուք հեռախոսազանգով դատական աշխատակազմում հայտնվեք պատճառները, այնուամենայնիվ անհրաժեշտ է ներկայանալ ժամանակից։ Տվյալ ուժերի ուսումնքն ամփոփելիս նշեմ, որ ըստ էության քաղաքականության կողմից սկսած եւ առաջին իսկ արվեստի ինքը սկսած կենթանի տեսել է Դավիթ Համբարձումն հենց այս սկսած ինքնասը որ ինքը չի ծառայել ինքը երևի երկար չի ծառայել երկու արվեստներ ունեցել ըստ էության այդ մասով մինչև վերջին ֆիզիկները կողմերը նաեւ բազմաթիվ անգամ նշելով որ մի վրա որևէ ազդեցություն խնդրան չգիտեմ բախ շոկանջ չի եղել որ ինքը նմանատիպ վերաբերություն Ուժեղ Արամ Բաղդանի ուսուցումը պարունակում է հետևյալ տեղեկությունները, ըստ էության վերջինիս ուսուցումը կառուցվածել է ուժեղներ Անդրանան Ինջիլյանի և Արաբ Երեսյանի կողմից Ակնեստո Դավիթի վրա, իսկ վերջիններս են արտաքնության դատականության կազմում Դավիթ երկրորդ Համբարձումների կողմից ծեծի ենթարկվելու մասով երկել են նախկինում հայտնած տեղեկություններ, այսինքն վերջինիս ուսուցումը ներառական տեսանյութի առանձին, տեսուին դեպի վերաբերյալ ուսուցիչների համակարգի որևէ ապացուցողական նշանակություն չունի, սակայն Արամ Բաղդանի ուսուցումը պարունակում է էական տեղեկություններ Դավիթ Համբարձումյանի գործողությունների մասով, որը սույն դրվագին վերաբերող մի շարք այլ ապացույցների համալսարան հաստատում է, որ Դավիթ Համբարձումյանը հակաօրինական գործողություններ, այլ հակառակը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, այդ թվում բանակցելու միջոցով նպաստել է Վերմայի ազատության անձանց ազատ արձակման։ Ուժեղ Արա Պողոսյանի ուսուցումը պարունակում է հետևյալ տեղեկությունները, նշել է, որ ապրիլի 22-ին 10 թվականին որոշել է գնալ ցույցի ինքը հայերից ողջաշրջուրեի խաչմերից մի քիչ ուշ է հասել Կուրկային ոստիկաններ և դիմակավորված անձեր խոսակցություն էր գնում, որ ցուցարարները գնան Երևան, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս։ Ինչից հետո գնացել է մի փոքրանի կողմ, տեսել է Աբրահամին, 4 հոգով խփում են, վազելով գնացել է նրա մոտ, իրեն են խփել, ինչի ժամանակ գլուխոս է լսել, մարդիկ եկել բաժանել են, երբ որ գլխից արուն է հոսացել, որոշ ժամանակ անց ամեն ինչ անդրադարձվել է, այլ ճանապարհով գնացել են Երևան։ Իսկ տեղում եղած մարդիկ իրեն ասել են, որ Դավիթ Համբարձումյանն է եղել այդտեղ։ Նշել է նաև, որ Դավիթին տեսել է Քնչականում և դատարանում, մարդիկ ասել են, որ դեպքի վայրում եղել է Դավիթը, նրա եղբայրը և կողմնակիցները, իրենք հարցրել են այլ անձանց, թե ով է եղել իրենց ծեծողը, ցույցի մասնակիցները ասել են, որ Դավիթը, նրա եղբայրը և կողմնակիցներն են եղել։ Ճանապարհին անծանոթներից մեկը իրեն հորդորել է, որ գնան լրագրողին ասեն, որ Դավիթը նրա եղբայրն ու կողմնակիցներն են ծեծի ենթարկել։ Արամ Բաղդանն ուժեղի եղբայր Աբրահամը հրապարակում լրագրողին տենց էլ ասել են, հետո Քնչականին բարձր են առարեցնելու ժամանակ, որ իրենց ծեծողները Դավիթը և Գորը չեն եղել, տեսել են նրանց և նոր հասկացել, որ իրենց այլ մարդիկ են ծեծի ենթարկել։ Ուժողը նշել է, որ գլուխոսը, որը ինքը լսել է, զենքի կրակոցի ձայն չի եղել, պայթուցիկ է եղել, նույնիսկ իր կոշիկներն են պատրվել այդ պայթուցիկից։ Այս մասով հարկավոր է նշել, որ հավանաբար ոստիկանների կողմից կիրառվել է հատուկ միջոց, քանի որ առկա տեսակցության մեջ հստակ երևում է, որ պայթյունի ձայնից անմիջապես հետո ավտոբուսի մոտ ծուխ է առաջանում, պես Հովհաննես Բալաբանյանի կողմից ներկայացված տեսակցության 37 թվարկյանը։ Ուժողը նշել է նաև, որ ինքը Դավիթ Համբարձումյանին դեպքի վայրում տեսել է վերջում, երբ արդեն ամեն ինչ հանդարտվել է։ Նա եկել էր այդտեղ և կռվից հետո խոստացել է, հանդարտեցրել է ամեն ինչ։ Արտաքնության ընթացքում վախեր են ունեցել քննիչից, քանի որ քննիչն իրեն ասել, որ եթե սխալ բաներ պատմի, իրեն կդատեն։ Այլ մտավախություն չի ունեցել։ Ըստ Ուժողի դեպքի ընթացքում ցուցարարների կողմից կարևոր հարվածներ ևս եղել են, կրակոց լսել է։ Նախաքննության և արտաքննության ցուցումների արկահատկացությունների պատճառով հրապարակվել են համապատասխան հատվածները։ Նախ միշտ Ուժողի կողմից հրապարակված հատկացությունների մասով հայտնած դիրքորոշմանը հասնել է, ցանկանում եմ նշել, որ վերջին ցուցմունքը հատկացումը նաև վկաներ Ժորա և նրա ստուգնկրչանների ցուցմունքներին դեպքից հետո հանրապետության հրապարակում հանդիպելու մասին։ Բացի դա Ուժողը դեպքին երկու հրազդանային վիրավորվից ստացած անձանց մասին է նշել, ինչը իրականության է պատասխանում և հերկված է քրեական գործունեությամբ։ Ցուցմունքի հրապարակումից հետո Ուժողը հայտնել է, որ Դավիթ Համբարձումյանին իրենք ընդհանրապես չեն ճանաչել։ Քննիչին հաստատ ասել են, որ լսել են, որ թե իրենց Դավիթ են ծեծել, ոչ թե տեսել են։ Դավիթ Համբարձումյանին անուն են տվել, բայց իրենց այլ անձինք իրականում ծեծել ավելի հաղթանդան։ Դավիթի նրա երկրորդ մասով ինչ գրել է,
կողքից լսելով է գրել հարցակնության ընթացքում եւ քննիչն իրեն հարց է ուղղել Դավիթին եւ Զորին ճանաչելու մասին, ինքը հայտնել է, որ չի ճանաչում նրանց։ Վերստին նշել է, որ իրականությանը համապատասխանում է այն, որ իրենց ծերծի են ենթարկել, բայց չգիտեն թե ով։ Կողքից իրենց ասել են, որ Դավիթ են, բայց հետո հասկացել են, որ նրանք չեն եղել։ Նշել է, որ նախաքննական ցուցումներից ինչ-որ ընթերցվեց, ամեն ինչ ճիշտ է, բացի նրանից, թե ովքեր են իրենց ծերծի ենթարկողները։ Այն մասին, թե զենք տեսել ինչ-որ մեկի մոտ, պատասխանել է, որ այո տեսել է, սակայն չի կարող ասել ով է եղել զենքով եւ ով է կրակել։ Հայտնել է նաեւ, որ որևէ մտահոգություն չունի իրականությունը ասելու։ Ուժովը պնդել է, որ ներկայումս ճանաչում է Դավիթին եւ թե Դավիթում գտնվող այլ անձինք իրենց ծերծի չեն ենթարկել։ Ուժովը նաև նշել է, որ նախաքննության ընթացքում նկարագրել է իրենց ծերծողներին, մասնավորապես նշել է, որ այն անձը, ում ինքը սկզբում մտածել է, որ եղել է Դավիթ Համբարձումյանը, եղել է դեղին հաստատող, իսկ այն անձը, ով իրեն անձնավորականին մասնանշել է որպես Գորն Համբարձումյան, եղել է չսահմանված։ Այս առումով պետք է նշել, որ Ուժովի կողմից վեր է նշված նկարագրությունը հակասում է քրեական գործունեությունների մակարդ, Ուժով Հովհաննես Բաղդասարյանի կողմից ներկայացված եւ զննված տեսարությանը, մասնավորապես այն անձը, ով ըստ մեղադրանքի կողմի հանդիսանում է Դավիթ Համբարձումյանի եւ պատվիրված տեսարության մեջ, ամբողջությամբ սև հակասներով է։ Իսկ որպես Գորն Համբարձումյան պատկանշված անձը եւս սև հակասներով է եւ սարքված։ Նշված հակասը եւս մեկ անգամ հաստատում է Ուժովների դատականության ուսուցումների ճշմարտացիությունը այն մասով, որ իրենց ծեսի չեն ենթարկել մեր պաշտպանները։ Հաջորդ Ուժովը Մկրտիչ Միրզայանն է, դա այն անձն է, ով դեպքի ժամանակ հրազդանային վնասված կստացել, սակայն ընդհանրապես նկարագրում է, որ ինքը հրազդանային վնասված կստացել, որևէ այլ անձի գործողություն նկարագրել չի կարող։ Ուժով Հարստակ Արսենյանի ուսուցումը հետևյալ վերահսկումներ է պարունակում։ Նշեց, որ դահլիճում գտնվողներից որևէ մեկին չի ճանաչում, դեպքի օրը տանն է եղել, հարևանները ցույցի են գնացել, այդ ժամանակ ինքը եւ այլ գործեր ունեցել, ուստի նրանց միացել է որոշ ժամանակ հետո։ Հականապես է եղել, որ հայանիստու ճանապարհը փակ է, հետևակի կռիվ է տեսել, դրմշտոց միջամուտել է փորձերը բաժանել։ Ցույցի մասնակիցների ճանաչել է իր հարևան Նորիկ Դանիելյանը։ Դրմշտոց է եղել հայանիստ Տոկտաշետ Գյուղերի խաչմերուկում, չգիտի թե ում միջև է այն տեղի ունեցել։ Մի կողմը ցուցարարներն են, մյուս կողմը անձինք, ովքեր չէին թողում, որպեսզի ցուցարարները գնան ցույցի։ Իսկ դեպքը տեղել է մոտ 1 ժամ։ Դավիթ Համբարձումյանի դեպքի վայրում տեսել է ոտքով, ոչ թե ավտոմեքենայով։ Խաչմերուկում մեքենաներ չեն եղել, դեպքի վայրում գտնված ավտոմեքենաներ չի կարող մատնանշել, միայն մի Opel Mach-ի ավտոմեքենա է մատնանշել, որին հետված քար է կպել, շատ հեռացել է դեպքի վայրից։ Մեծ մեքենաներ է տեսել խաչմերուկում, նշել է, որ համարը չգիտի թե ինչ է, չի տեսել խաչմերուկում, դեպքի ընթացքում կրակոցի ձայներ լսել է, բայց հաստատապես նշել է, որ չի տեսել, թե ում կողմից է այն կատարվել։ Ուժովը նշել է, որ ոչ մեկից չի վախենում, կաշկանդված չի, հայտնում է իրականություն։ Հայտնել է նաև, որ փողոց փակողները կլինեին մոտ 10 հոգի։ Նշել է, թե տեղում հավաքված անձինք են ներասել, որ այնտեղ են գտնվում Գորը եւ Դավիթը։ Վերջիններիս կողմից որևէ գործողություն չի կարող նկարագրել, չի տեսել նրանց դեպքի վայրում, իրենց հետո են ասել, որ նրանք այնտեղ են եղել։ Մեղադրանքի կողմի միջնորդության վրա հրապարակվել վերջինս նախաքննական ցուցումները, ինչի վերաբերյալ վերջին ֆակտները, որ կրակոցների պահին Դավիթ Համբարձումյանը չի տեսել, բացի սև ավտոմեքենայի վարորդի կողքին նստած անձի մոտ եղած ատրճանակից այլ զենք չի տեսել։ Հրապարակվել է նաև Ուժովի մասնակցության իրականացված առայժմ արձակագրության արտահայտությունների վերաբերյալ հատվածները, մասնավորապես դեպքի վայրի անունապատակի եւ ժամանակի վերաբերյալ։ Ըստ էության նախաքննության ընթացքում Ուժովը հայտնել է, որ դեպքի օրը գնացել է հարկապատված երեխաների հետևից եւ այդ պատճառով էր հայտնվել դեպքի վայրում։ Այդտեղ դեպքը տեղի ունեցել Կիրակի օրը եւ հարկապատվածները փակ են։ Նշվածի վերաբերյալ Ուժովին ուղղված հարցին վերջինս չկարողացավ որևէ ողջամիտ պատասխան տալ, նշելով, թե ինքը չի հիշում գնացել է բանկապարտեզ թե ոչ։ Նախաքննական ցուցումներ եւ առայժմ արձակագրության արձանագրությունները հրապարակելուց հետո Ուժովը ըստ էության հայտնեց նաեւ, որ ինքը համեր բանկից չի տեսել, ասել է մեծ ավտոմեքենա, վարորդի կողքին նստած անձի կողմից կրակոց է տեսել, Դավիթին վերջում է տեսել, չի տեսել նրան կրակելուց, չգիտի թե ով է կրակել, դահլիճում գտնվող անձանցից թե ով է նստած եղել շակերտների մեջ ящիկի մեջ չի տեսել։ Տեսել է մեքենայից ատրճանակով բացած ձեռք, սակայն այդ անձին նկարագրել չի կարող։
իսկ որպես այդ անձի կողքը, այսինքն վարորդի դեմում նստած անձի մատնացույց է արած մեն դրական գործողության Զորայր Հարությունյանը։ Սա ամենայնօգնությամբ Եկավարսը քննվեց, ասաց, որ 200 մետրից դեմքը տեսել եմ, 200 մետրից վարորդին տեսել եմ, հանդիսանում է Զորայր Հարությունյանը։ Մեծ հեռավորության վրա գտնվելով կարողացել է հասկանալ, որ առջևի ուղևորի ձեռքում արտարժանակ է, քանի որ հեռուստացույց շատ է դիտել։ Սա ես ուղղակի պատասխանների մեջ վերում եմ, ինչպես պատասխանել եմ համոզել, հարց եմ ուղղել, թե այդ հեռավորության վրա ոնց հասկացած ազգային ինչ ասել, որովհետև շատ է հասկացել։ Գոր Համբարձումյանի մասով Դուժովը նշել է, որ վերջինիս տեսել է դեպքի վայրում, ով մասնակցում է ինչ-որ հերևս խոսի, կռիվ էին անում, սակայն լուրջ բան չի եղել, փորձել են թույլ չտալ, որպեսզի ցույցը գնա դեպի Երևան։ Կլասիչով անձ տեսել է Խաչմերուկի հեռավորության վրա գտնվող գազալստակայանում, կրկին նշել է, որ կիրակի օրը գնացել է մանկապարտեզ երեխաների հետևից։ Պաշտպանության կողմի այն մնացին, թե ըստ Դուժովի ինչ-որ անձին ցանկանում են խոչընդոտել իրենց հավաքը, ապա ինչու երկրի մասնակիցները չեն մնացել այս խաչմերուկում և այդտեղից ակցիա չեն իրականացրել, այլ գնացել են բախման այլ անձանց հետ, Դուժովը որևէ պատասխան չի տվել, միաժամանակ չերկելով, որ բախման են գնացել հենց ցուցարարները։ Պատրան դատասան և կարևոր հանդիման, մենք այդպես չկարողացանք այդ առանձնացած հասկանալ, եթե 10 հոգի եկել են, մենք 300 հոգի դեմում փակել են, նախ ոնց կարող են 10 հոգին 300 հոգի դեմում փակել էին, դա մենք և երկրորդը եթե փակել էին, ժամանակ գիտենք, որ չէ, որտեղ փակվում է, արդեն ուտեղ է իրականացում, չեք բախման գնացել, որը պատասխան չտվեց, բայց միաժամանակ չերկեցել, որ ցուցարարները չեն գնացել պատասխան բախման։ Դուժովն մատնանշվել են իր կողմից հայտնած տեղեկությունների ծայրահեղ հակասական հատվածները, դեպքի վայրում գտնվելու ժամի, պատճառի, այլ անձանց և սեփական գործողությունների մասին, որոնց վերաբերյալ Դուժովը որևէ հստակ արժանանալար բացատրություն չի ներկայացրել։ Դատարանը ևս փորձ է կատարել պարզել, թե ի վերջո Դուժովի հայտնած որ տեղեկություններն են համապատասխանում իրականությանը, սակայն Դուժովը կրկին որևէ հստակ և տրամաբանական պատասխան և պարզաբանում չի տվել։ Ակնհայտ է, որ Դուժովի կողմից հայտնած տեղեկությունները իրավամերժ են, արժանահավատ չեն, որոշ տվյալներ ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը, ուստի ամբողջ ցուցմունքը արժանահավատ դիտելու որևէ հնարավորություն առկա չէ։ Այլ կերպ այն չէ կարող որևէ անձի հակօրինական գործողությունների կատարման հաստատմանը ուղղել։ Պատժան դատան, ես չեմ հրապարակի ոստիկանության աշխատակից Զորաբ Ղազարյանի, Արթուր Մխիթարյանի ցուցմունքները, քանի որ հարկեր չասեմ, նա իրենք ասում են, որ դեպքի մասին հետագայում են իմացել, օպերատիվ տվյալներով, ականատես չեն եղել և ըստ էության Դավիթ Գոր Համբարձումյանի մասով նրանց հայտնած տեղեկությունները որևէ տվյալ չեն պարունակում։ Միասնիկ Մկրտչյանի ցուցմունքով նշել է, որ դեպքի օրը գնացել է ցույցի Աբրահամի հետ, այսինքն Դուժով Աբրահամ Ինջեուլյանի և իր երկրորդ Ժորայի հետ Ժորա Մկրտչյանի։ Եղել է իրենցից առաջ մոտ 200 մետր մեքենայով եղբայրը զանգահարել է իրեն և հայտնել, որ ոստիկանները բռնել են իրեն, ինքը գնացել է դեպի Խաչմերուկ, որպեսզի գտնի երկրորդը, սակայն չի գտել։ Հետո գնացել է իրենց գյուղի կողմ, որ ավտոմեքենան վերցնի, գնա Մասիսի բաժին, երկրորդ հետևից։ Այդ ընթացքում եղբայրը զանգահարել է իրեն և հայտնել է, որ իրեն արդեն ազատ են արձակել, գնացել է Հայանից Տող-Տաշետ գյուղերի Խաչմերուկ, երկրորդը վերցրել է, միասին գնացել են տուն։ Վերջինս նաև նշել է, որ դեպքի օրը ցույցի էին գնում, ոստիկանները եկել են Խաչմերուկ, որի հետևանքով խառնաշփոթ է առաջացել։ Հայանից Տող-Տաշետ գյուղերի Խաչմերուկում ինքը չի մնացել, այլ եղբորը բերման ենթարկել կապված վերադարձել իրենց գյուղ, այն ժամանակ երբ ինքը գտնվել է դեպքի վայրում, Խաչմերուկը ոստիկաններն են փակել և ցուցարարներն են եղել Խաչմերուկ։ Հարևանները իրեն երբեք չեն պատմել, թե ինչ է տեղի ունեցել, դեպի մասին բան չեն պատմել։ Վկան նշել է, որ որևէ պատճառ չունի այն գովակացության ցուցմունք տալու, իրեն ոչ մեկ չի խնդրել համոզել, որ այլ բան ասի, ինչ հայտնում է դատարանում, նույնն էլ ասել է քննիչին։ Երբ որ ոտքը եղել է վիրահատված, երկուսով են միաժամանակ մասնակցել հարցաքննության, նույն բանն ասել է քննիչին, ինչ ասում է հիմա դատարանում։ Ինքը և եղբայրը միաժամանակ են հարցաքննել։ Քննիչը հարց է տվել, իրենք պատասխանել են, ինքը որպես երկուսի պատասխանել արձանագրել է։ Վերջինիս նախաքննական ցուցմունքները հրապարակվել են, հրապարակվածի վերաբերյալ վկան հայտնել, որ քննիչը իրեն հարցեր է տվել դիմակով մարդ տեսել է, թե ոչ, ինքը պատասխանել է, որ չի տեսել։
Աբրահամին հանրապետության հրապարակում չի տեսել, ինքը հրապարակ չի գնացել, երբ որ հետ գնացել են իրենց տուն։ Նշել է նաև, որ ավտոմեքենաների անուններ չի նշել, ինքը այդպիսի ավտոմեքենաներ չի տեսել։ Մի րոպե է տևել իր ներկայությունը, ինքը երբ որ հարցով է զբաղվածել է, քննչականում ինքը չի կարծացել։ Հնարավոր է համարել, որ հետո իրենց փողոցում է տեսել Աբրահամին, բայց ոչ հանրապետության հրապարակում։ Դավիթ Համբարձումյանին չի ճանաչել։ Աբրահամը իրեն Դավիթի մասին չի պատմել, անուններ չի ասել։ Ասել է, որ կռիվ է եղել, գլուխը վնասվել է և վերադարձել է Հայանից Տող-Տաշատ գյուղերի խաչմերուկ, մահակներ գետնի նկած չի տեսել, ինքը նման տեղեկություններ քննիչին չի հարկել։ Ապրենդական այս մասով է շատ դերական ուժովների ցուցմունքները գնահատելու առումով, քանի որ ուժովները ասում են, որ նույն Միասնիկ Մկրտչյանին իրենք դեպքից հետ անմիջապես հետո հանրապետության հրապարակում հանդիպել են, ասում են ինչ արել, որ իրենք Դավիթին ասեցին ընդհանրել, բայց անկասնում որ մենք չենք եղել հանրապետության հրապարակում այս դեպքից հետո։ Նույնը պատվժնդատան նաև Ժորա Մկրտչյանի ցուցմունքով է նմանատիպ հանգամանքները արձանագրված, մասնավորապես նշել է, որ դատական նիստերի դահլիճում գտնվող անձից որևէ մեկը չի ճանաչում միայն իր հարևաններին, այսինքն ուժովները Աբրահամ Իջևուլյանը և Արա Պողոսյանը։ Դեպքի օրը հարևաններով ցույց են ցանկացել գնալ, սակայն իր պլանները փոխվել են, ինքը չի մասնակցել, Հայանից Տող-Տաշատ գյուղերի խաչմերուկի մոտ դպրոցի մոտ սպասել է, որ մի բանով գնա Երևան, հետո ոստիկանները եկել են, իրեն տարել են ոստիկանություն։ Մնացել է մոտ 1 ժամ, դուրս գալուց հետո գնացել է տուն, ոստիկանները իրեն ազատարձակելուց հետո բերել են հետ Հայանից Տող-Տաշատ գյուղերի խաչմերուկ, որտեղից ինքը երկու օր գնացել է տուն։ Տականների այսինքն Աբրահամ Իջևուլյանի, Արա Պողոսյանի հետ ինչ է եղել, ականատես չի եղել, հետագայում ինչ է լսել, չի հիշում, կոնկրետ ոչ մի բան չի գիտի։ Երբ ոստիկանները իրեն հետ են բերել Հայանից Տող-Տաշատ գյուղերի խաչմերուկ, ոչ մի արտահայտ բան չի տեսել, անձամբ որևէ միջադեպի ականատես չի եղել, իր դեպքի վայրում գտնված ժամանակ միջադեպ եղել է միայն ոստիկանների հետ։ Հրապարակվել է վերջինիս նախաքննական ցուցմունքները, հրապարակվածի մասով վկան հայտնել է, որ չի հիշում, որ իրեն նմանատիպ հարցեր ու պատժվում են։ Դրանք լսում է առաջին անգամ, նշել է, որ հանրապետության հրապարակում դեպքից հետո չի եղել, ոստիկանությունից դուրս գալուց հետո գնացել է տուն և չի մասնակցել երթի։ Երբ գնացել է քննչական, ոտքը եղել է վնասված, նույնիսկ սեղանի մոտ չի եղել նստած է եղել բազմոցին, չգիտի թե ինչի ինչ է գրել։ Հաջորդը ոստիկանության արդեն աշխատակիցների ցուցմունքներն են, պատվժնդատան, մասնավորապես Գագիկ Օրդոխանյանի ցուցմունքը հետևյալներն է պարունակում, որ ճանաչում է Դավիթ Համբարձումյանին աշխատանքի բերումով, քանի որ Արգավան համայնքի ղեկավարն է, քանի որ Արգավանի ղեկավարն է դեպքի օրը Արարատի մարզի Հայանից գյուղերի խաչմերուկը փակված է եղել, Մասիս քաղաքի տանող գազալցակայանի մոտ նկատել է, որ մեքենաները առաջ չեն շարժվում և կցանում են։ Շրջադարձ է կատարել և դարակերտով գնացել է, Դավիթին դեպքի վայրում չի տեսել, հեռու է եղել, իր մեքենայով է եղել, հետը մարդ է եղել, սակայն չի հիշում թե ով։ Դեպքի հաջորդ օրը իմացել է, որ մարդիկ եկել էին դեպքի խաչմերուկ, թե ինչ էին ուզում չի իմացել հստակ, այդ օրերին հեղափոխությունը ենթադրում է, որ դրա հետ է կապված եղել միջադեպը։ Մեղադրանքի կողմի միջնորդության վրա հրապարակվել է վերջինիս ցուցմունքը, ինչը վերաբերյալ նշել է, որ նախաքննական ցուցմունքը չի կարդացել, առանց կարդալու ստորագրել է, պնդել է, որ թեև յուրաքանչյուր էջիտակ ստորագրել է, բայց չի կարդացել, պնդել է, որ Դավիթ Համբարձումյանի մասով նախաքննության ընթացքում տված ցուցմունքը իրականության չի համապատասխանում, նրա վերաբերյալ որևէ տվյալ քննիչին չի հայտնել։ Հանրային մեղադրողի հարցերին պատասխանով պնդել է, որ Դավիթ Համբարձումյանի մասին որևէ բան քննիչին չի հայտնել, իսկ գրված է իրականության չի համապատասխանում, իրականությունը հայտնում է դատարանում, դատախազի ուրիշ հարցին, թե հիմա է ճիշտ ասում, թե նախաքննության ժամանակ, պատասխանել է, որ հիմա։ Դատարանի հարցերի պատասխանելիս նշել է, որ քննիչի իրականությանը չհամապատասխանող տվյալներ է արձանագրել։ Վկա Վարդան Վարդանյանի ցուցմունքը հետևյալ տեղեկություններն է պարունակում, նշել է, որ 16-ից 18 թվականներին զբաղեցրել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնը։ Դեպքի օրը ահազային է ստացել, որ քաղաքացիներ կան, գնում են Երևան, անկանոն մթնոլորտ է Հայանից Տող-Տաշատ գյուղերի խաչմերուկում, գնացել են մասսայական պահը։ Դավիթ Համբարձումյանին ճանաչում է, մնացածին չի մտադրելու։ Օպերատիվ ճանապարհով բոլորին գիտի, անունները անցել են գործով։ Գոր Համբարձումյանի, Գոր Խաչատրյանի և այլն, չի մտաբերել դիմակավորված անձինք եղել են դեպքի վայրում, թե ոչ։ Նշել է նաև, որ եթե չի սխալվում, մահակներ տեսել է դեպքի վայրում,
կարևոր մարդիկ ևս եղել են անհասկանալի վիճակի։ Մարդիկ են եղել, որ ցանկացել են Երևան գնալ մասնակցելու ակցիայի, եղել են նաև որոշ քաղաքացիների խումբ, կեսը ակցիա անում, կեսը անհասկանալի է, թե ինչ էին անում։ Քաղաքական իրադարձության պատճառը միջազգային չէ։ Նշել է, որ դեպքի վայրում տեսել է Դավիթ Համբարձումյանին, որ Խաչատրյանին, որ Համբարձումյանին դեպքի վայրում չի տեսել։ Մեղադրանքի կողմը միջնորդեց հրապարակել համապատասխան ցուցմունքները, որի վերաբերյալ նշեց, որ դեպքի վայր մեկնել են հրազենային վնասվածքի ազանգով, իր ժամանելու պահին միջադեպը դադարեցելու հետ եւ ճանապարհը փակած անցկացնելով այլևս այնտեղ չի եղել։ Օպերատիվ ճանապարհով պարզել են, որ հրազենային վնասվածքը պատճառել է Սերյան Կարապետյանը, իսկ ժամանելու պահին միջադեպը դադարեցել հետ հենց Բախում չի տեսել, չի կարող ասել, թե ում ձեռքում է, ինչ է եղել։ Հայտնել է, որ Դավիթ Համբարձումյանին զենքով խուլիգանություն կատարելուց չի տեսել։ Քաղաքականական ցուցմունքներում արձանագրված տեղեկությունների վերաբերյալ հայտնել է, որ նկարագրված իրադարձություններին ականատես չի եղել։ Տեսանյութերով եւ օպերատիվ տվյալներով է նկարագրել իրադարձությունները։ Վկայի հայտնած տեղեկությունները ակնհայտ հակասում են բուժող Հովհաննես Բալաբանյանի կողմից ներկայացված Արարատի մարզի Ռայինստեր Պողտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ մատնանշված տեսագրության բովանդակությամբ։ Մասնավորապես տեսագրության 38-րդ վայրկյանին վկան հայտնվում է տեսախցիկի տեսադաշտում ուժողների մասնակցությամբ վիճաբանությունը փաստացի դադարեցած ոստիկանների շրջանում։ Իսկ որ նշում է, երբ որ քերքերը արդեն ամբողջը դադարեցած է եղել, դա իրականության չի անհրաժեշտ։ Տեսագրության միջերով բաժանող ոստիկաններից մեկը հենց Վկա Արտուր Զաքարյանի ցուցմունքը պարունակում է հետևյալ տեղեկությունները։ Նշել է, որ 18 թվականից զբաղեցրել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի տեղակալի պաշտոնը։ Դեպքի օրը ահազանգ է ստացել, որ հավաքված մարդիկ կան, հնարավոր է բախումներ լինեն, գնացել են մարդիկ կային, մի մասը վիճում են, մի մասը զրուցում, գնացել են, որ ծեծ ջատ, կանխեն, եղել են 4-5 օր։ Երբ հասել են դեպքի վայր, մարդիկ կանգնած խոսում են, վիճաբանություն չի տեսել, որքան հիշում են իրենց հասնելուց հետո էլ չի եղել ծեծ կամ վիճաբանություն։ Դեպքը բոլոր մեղադրյալներին ճանաչում է, այդ օրը Դավիթին են տեսել, որպես համայնքի ղեկավար կանգնած էր դեպքի վայրում, մնացածին չի մտածել։ Նշել է, որ Խաչմերուկում հավաքված անձանց մի մասը երթով գնում էր Երևան, այդ անձինք իրենց հայտնել են, որ իրենց չեն թողում հասնել դեպի Երևան։ Դեպքի վայրում ոչ մի խումբ չէր առանձնացվում, ավտոմեքենաներով փակված չի եղել ճանապարհը, մարդկանցով է փակված եղել, չի հիշում դիմակներով անձինք կային, թե ոչ։ Իր ներկայությամբ չի հիշում, որ բախում եղած լինի, քրակոցի դրանք չի լսել, չի կարող ասել հրազենային վնասվածքով է պատճառել դուժողի, որ Համբարձումյանին դեպքի վայրում չի հիշել։ Պաշտպանության կողմի հարցերի պատասխանելով նշել, որ Դավիթ Համբարձումյանը դեպքի վայրում հակաիրավական ոչինչ չի արել, որևէ մեկին չի ծեծել, ցուցում չի տվել, որ որևէ մեկին ծեծեն, չի կարող ասել, թե Դավիթը Խաչմերուկի որ խմբի հետ է եղել այդ վայրում։ Մեղադրանքի կողմի իշխանության վրա ևս հրապարակվել է վերջինս նախաքննական ցուցմունքները, նշել է, որ ցուցմունքների նշված հանգամանքները օպերատիվ միջոցառումների տվյալներով է հայտնել։ Այդ տվյալները կարող են ճիշտ լինել, կարող են սխալ լինել։ Ամեն դեպքում նշել է, որ ականատես չի եղել այդ գործողություններին, որոնք նկարագրել է ցուցմունքով։ Դավիթին տեսել է ուղղակի կանգնած այնտեղ, զինված ենթադրություն է արել, քանի որ վիրավոր անձ է եղել, դա միայն ենթադրություն է։ Զենքի նմանվող առարկա որևէ մեկի վրա կամ զենքի օգտագործման կամ այդպիսի սպառնալիք չի եղել, այլապես պետք է ենթադրված անձինք կլինեին այդ մասով։ Հարվածներ կամ բախում չի տեսել, եթե տեսած լիներ, ապա ցուցմունքով հայտնած կլիներ քննիչին, մեղադրյալներին վերցագրվող գործողություններին ականատես չի եղել, ընդհանրապես օպերատիվ տվյալների հիման վրա է ցուցմունքով։ Վկայի հայտնած տեղեկությունները ևս հակասում են կողմից հիշատակված տեսագրության բովանդակությանը, մասնավորապես տեսագրության 22-րդ վայրկյանից սկսած, վկան հայտնվում է տեսախցիկի տեսադաշտում դուժողների մասնակցության վիճաբանության փաստացի դադարեցած ոստիկանների շարքում ու ամենաակտիվ դադարեցնողը ինքն է եղել, համապատասխան փուլում կներկայացնի։ Այսինքն վկա Արտուր Զաքարյանը ներկա է գտնվել բուն միջադեպին եւ երբևէ չի նշել, որ Դավիթ Համբարձումյանը կատարած մի այնպիսի գործողություններ, որոնք տեսագրված են իրեն։ Վկա Նորիկ Դանիելյանի ցուցմունքը պարունակում է հետևյալ տեղեկությունները, նշել է, որ ցանկացել է գնալ Երևան քաղաք դեպքի օրը, սակայն իրեն ասել են, որ հայրենիցու խառնաշփոթ կա,
հարևանի հետ գնացել են այդ խաչմերուկ, որպեսզի այդտեղից մեկնի Երևան, եղբոր տուն։ Հայանից Տորտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած իրադարձություններին մասնակից չի եղել, պարզապես գտնվել է այնտեղ։ Դավիճում ներկա անձանցից իրեն ցույց են տվել Դավիթ Համբարձումյանի նկարը, ասել են, որ քաղաքապետն է Մասիսի։ Ինքն էլ հայտնել է, որ չի ճանաչում այդ անձին եւ որ վերջինս դեպքի վայրով չի տեսել։ Դեպքի վայրում գտնվել է մոտ 10 րոպե, հետո ավտոբուսով գնացել է Երևան քաղաք։ Դեպքի վայրում հավաքված են եղել իրեն անծանոթ անձինք եւ ոստիկանները չի կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել։ Իրեն չի հետաքրքրել, նշել է, որ այդ ժամանակահատվածում երկու խառը վիճակ էր, սկզբում ցանկացել էր գնալ երկրորդին, սակայն հետագայում որոշել է գնալ հանրապետության հրապարակ։ Դեպքից հետո ոստիկանները նկարներ են ցույց տվել իրեն, չի ճանաչել այդ անձանց, Դավիթ Համբարձումյանի նկարն է ցույց տվել ու եւս չի ճանաչել, իրեն ասել են, թե նա չի կարող Դավիթին չճանաչել, քանի որ ընդմուծումների շրջանում աֆիշով նկարը կախած է եղել ամբողջ տարածքում, սակայն վկան վերստին պնդել է, որ չի ճանաչում եւ չի տեսել Դավիթի նկարը։ Հայտնել է, որ դեպքի վայրում դիմակայված անձ չի տեսել։ Այն մասին, որ դեպքի վայրում կրակոցներ են չել, իրեն հայտնել են հետագայում, անձամբ չի լսել կրակոց եւ չի տեսել, թե ով է այն կատարել։ Հայտնել է, որ դեպքի վայրում ականատես չի եղել, որ մեքենայի մեջից ձեռք բազեն եւ կրակոցներ արձակեն հաղորդածների ուղղությամբ։ Հայտնել է նաեւ, որ քննչականում հարցակնությունից հետո որդու եք միասին դիմում են գրել, քանի որ քննիչը իմանալով շատ վատ վերաբերմունք է դրսևորել, մասնավորապես վերհիշել է, որ հարցակնության ընթացքում հարց է հնչեցրել քննիչը, որի վկան պատասխանել է, այդ ժամանակ քննիչը գոռացել է իր վրա, իրեն դիմել է արայով, այդ պահին լսելով դա, որդին ստիպված է եղել միջամտել, մտնել քննիչի աշխատասենյակ։ Հայտնել է նաեւ, որ քննիչի մտքերած ցուցմունքը չի կարդացել։ Մեղադրանքի կողմի միջնորդության վրա ևս հրապարակվել է վերջինիս ցուցմունքը, ինչի վերաբերյալ վկան նշել է, որ քննիչը թելադրել է, իսկ ինքը գրել է, սակայն այդ ժամանակ քննիչին հայտնել է, որ Դավիթ Համբարձումյանին չի ճանաչում եւ դեպքի վայրում չի տեսել։ Նշել է, որ մեջբերված ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում։ Հարցաքննության ընթացքում եղել է օգնած, ինչ թելադրել է քննիչը, ինքն էլ գրել է։ Վկան պնդել է, որ նախաքննության ընթացքում չի ասել, որ տեսել է 30 դիմակավորված անձ, դա քննիչն է իրեն ասել, ինքն էլ գրել է դա, իսկ վերջում առանց կարդալու ստորագրել է ամբողջը։ Մեղադրանքի կողմի հարցին պատասխանելով վկան նշել է, որ եթե քննիչը իր որդու վերաբերյալ նմանատիպ բաներ թելադրեր, ինքը կրկին դա գրելու էր եւ ստորագրել։ Վկան նաեւ նկարագրել է, որ իր կողմից տեսակցությունը դիտելու հանգամանքների մասին, նշել է, որ քննիչը տեսանյութ է ցույց տվել իրեն եւ ասել, որ դրանում պատկերված է Դավիթ Համբարձումյանը։ Այդ ընթացքում ընթերականներ ներկա չեն եղել։ Նրանց քննիչը վերջում է հրավիրել նրանց, որ ստորագրեն եւ կրկին պնդել է, որ ներկայացված տեսակցություններում եւ նկարներում որևէ անձի չի ճանաչել։ Նշվածի վերաբերյալ զրուցել է կնոջ հետ, ով իրեն ասել է, թե եթե ինքը չի ճանաչել այդ անձանց, ինչու է գրել, որ ճանաչում է, հետագայում ինքը փոշմանել է, որ նման բան է գրել եւ որդու հետ դիմում են ներկայացնել, որևէ մեկը չի խնդրել որևէ բովանդակություն ցույց տալ։ Այն մասին, որ դեպքի վայրում կրակոց է հնչել այլ անձանցից է իմացել դեպքի հաջորդ օրը, իսկ այն նացին, թե վկան նախաքննական ցուցմունքի ինչպիսի հանգամանքներ է հետքում, նշեց, որ հետում է, որ Դավիթ Համբարձումյանին ճանաչում է, որ նրա նկարները տեսել է աֆիշներին խաղացված։ Հրապարակվել է նաև վկայի կողմից ներկայացված հաղորդումը, դիմում, որ ինքը ասում է, որ որդու ներկայացնում ենք, հատուկ քննչական ծառայություն հաղորդում են ներկայացել քննիչի վրա, այսպես ասած, այս նույն հանգամանքները մատնանշել են։ Այն ևս հրապարակվել է, վկան նշել է, որ որևէ մեկը իրեն չի խնդրել ներկայացնել վերը նշված հաղորդումը, Դավիթ Համբարձումյանին ճանաչելու եւ վերջինս կողմից դեպքի վայրում գտնվելու եւ որոշակի գործողություններ կատարելու վերաբերյալ նախկինում հայտնած տեղեկությունների վերաբերյալ վկան նշել է, որ նախկինում մի կողմից հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ճիշտ է այն, ինչ է ինքը դատարանին ասում։ Վերստին պնդել է, որ դեպքի վայրում հնչել են կրակոցներ, ինչն իմացել է դեպքին հաջորդող օրը, ոչ թե եղել է ականատես։ Վկայի նախաքննական ցուցմունքի վերաբերյալ հարկավոր է նշել, որ վկան դատաքննության գործում հարցակնությունից բազմաթիվ անգամ նշել է, որ ունի տեսողության խնդիրներ, մինչդեռ դեպքի վայրում կարողացել է բավականին մեծ հեռավորությամբ ճանաչել ավտոմեքենայի մեջ գտնվող անձության վերաբերյալ նախաքննական ցուցմունքներից։ Վկայի կողմից հայտնած վերը հիշատակված տեղեկությունների լույսի ներքո, վերլուծելով դատարանի պատճառաբանությունները ցուցմունքների արժանահավատության մասով ցանկանում նշել, որ դատարանը ոչ թե իրական չափանիշների ցուցմունքի արժանահավատության գնահատում է իրականացնել,
այլ պարզապես ամեն գնով փորձել է արժանավորության դաշտ բերել մեղադրանքի տեսանկյունից լրացու տեղեկությունները։ Որպես պարզ օրինակ կարելի է նշել այն, որ դատարանը հատուկ շեշտադրում է կատարել այն հանգամանքի վրա, որ վկայի մասնակցությամբ իրականացված տեսանյութի զննությանը մասնակցել են ընկերականներ, ուստի վկայի արդարացուցիչները պետք է դիտարկել որպես անարժանահար։ Մինչդեռ դատարանում գտնվական հաստատապես ինքնուրույն առանց որևէ մեկի հարցին պատասխանելու նշել է, որ տեսանյութի զննության ընթացքում ընկերականներ ներկա չեն եղել, քննիչը նրանց վերջում է հրավիրել, որ ստորագրեն եւ ուսն։ Սա հերթական օգել, բայց կարևոր փաստ է այն մասին, որ դատարանը անտեսել է մեղադրական դատական կայացնելու ճանապարհը։ Վկա Արմեն Գրիգորյանի ցուցմունքը պահանջում է հետևյալ տեղեկությունները։ Հանդիսացել է 18 թվականի դրությամբ հանդիսացել է ոստիկան, որ ըստ էության նշել է, որ մեղադրյալներին ճանաչում է նույն քաղաքի բնակիչը, դեպքի օրը փողոց փակելու ահազանգով գնացել են Հայանի Ստոպկաշատ գյուղերի խաչմերուկ, հասել են այն պահին, երբ ժողովուրդը արդեն գնում էր իր արձերը։ Զաքարյան, Արթուրի եւ Վարդանի հետ են գնացել դեպքի վայր։ Հայանի Ստոպկաշատ գյուղերի խաչմերուկում հավաքված արձերի մասնակիցները մասից քաղաքի բնակիչներ չեն եղել, այլ գյուղերից են եղել, դեպքի վայրում կրակոց չի հիշել, այն անձի կողմից հրազդանային վնասված ստանալու հանգամանքը չի մտաբերել։ Մեղադրանքի կողմի իշխանության վրա հրապարակվել է վերջինս ցուցմունքը, ինչի վերաբերյալ վերջինս նշել, որ դեպքի վայրում նկատել է միայն Դավիթ Համբարձումյանին, ով հորդորել է դադարեցնել վիճաբանությունը։ Փոխադարձ հարված ներքաշի շուտ միմյանց ուղղությամբ քարշ շփոթելու հանգամանքներ չի հիշել, չի եղել նման բան, բայց եղել են բարձր խոսակցություններ վիճաբանություն ասելով դա նկատի ունեցել։ Հրազդանային վնասված պատճառելու եւ նախաքննական ցուցմունքների բովանդակության մեջ ներառված հանգամանքների մասին տեղեկությունները հայտնել է օպերատիվ տվյալների հիման վրա։ Դեպքի վայրում գտնվելու ժամանակահատվածում նման իրադարձությունների արտանետված չի եղել։ Դիմակավորված անձանց այնտեղ չի տեսել։ Վկայի ցուցմունքով ի թիվս այլին հաստատվում է ոստիկանության ծառայող Գարիկ Գևորգյանը ավելի վաղ է հասել դեպքի վայր, սակայն այդ ընթացքում ևս հակաօրինական որևէ հանգամանք Դավիթ եւ Գոր Համբարձումյանների կողմից չի նկարագրվել։ Վկա Գարիկ Գևորգյանի ցուցմունքը հետևյալ տեղեկություններ է պահանջում, ևս ոստիկանության ծառայող է եղել, հայտնել է, որ դեպքի օրը Հայանի Ստոպկաշատ գյուղերի խաչմերուկում դիմակով անձ տեսել է, հարվածներ հասնելու կրակոց հնչեցնելու վերաբերյալ տեղեկությունները չի հիշում։ Չի մտաբերել նաև, որ դեպքի ժամանակ ով վրա էր հարձակվել, մեղադրյալներից որևէ մեկի գործողությունները չի կարող նկարագրել, քանի որ չի հիշում։ Համապատասխան իշխանության հիման վրա հրապարակվել է վերջինիս ցուցմունքը, ինչի վերաբերյալ վկան նշել է, որ վերհիշել է, որ դեպքի վայրում տեսել է Դավիթ Համբարձումյանին, Գոր Խաչատրյանին եւ Ռաֆայելին։ Դատաստեղ պետք է արձանագրել, որ այս դեպքի վերաբերյալ նույն Գոր Խաչատրյանը կամ ինչ որ ցանկացած զազրոնով Ռաֆայել երբեք հրապարակման չեն ենթարկվել, շրջանակում չեն եղել։ Վկան վերը նշված անձանց մոտ ոչինչ չի տեսել, զենք եւ այլն։ Դավիթ Համբարձումյանի գործատերի զենք չի տեսել, նկարագրելով դեպքը նշել է, որ անձանց մի խումբ ուզում էր գնալ Երևան քաղաքացիին, մյուս խումբը փակել էր ճանապարհը, սակայն չգիտի թե ինչու։ Վկան նշել է նաև, որ դեպքի վայր է հասել 16:30-ի սահմաններում, այդ ժամանակ միմյանց ուղղությամբ քարեր նետելու իրադարձությունը ականատես չի եղել։ Եթե տեսած լիներ, հայտնած կլիներ, թե ով էր ում վրա հարձակվել չի կարող նստակ ասել, չի կարող բացառել, որ ցուցարարներն են հարձակվել մյուս խմբի վրա։ Վկան նշել է նաև, որ դեպքի օրը դեպքի վայրում գտնված անձանց չի կարող տարանջատել հստակ խմբերի, չի կարող ասել, թե ով որ խմբին է պատկանում։ Հրաչ Միլյոնյանի ցուցմունքը պարունակում է հետևյալ տեղեկությունները, վերջինս ևս հանդիսացել է ժամանակահատվածը ոստիկանության աշխատակից եւ ըստ էության նշել է ճանաչում է մեղադրյալների, չի հիշում դեպքի վայրում Դավիթ Համբարձումյանին տեսել է թե ոչ, հայտնել է, որ Հայանի Ստոպկաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած դեպքի ժամանակահատվածում երկրի բոլոր խաչմերուկները եւ ճանապարհներն էին փակվում։ Հայանի Ստոպկաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած առանձնահատուկ չէր։ Մեղադրանքի կողմի միջնորդության հիման վրա հրապարակվեց վերջինիս ցուցմունքը, որի վերաբերյալ նա նշեց, որ տեղեկացել է, որ միջադեպ կա Հայանի Ստոպկաշատ գյուղերի խաչմերուկում, մեկնել է դեպքի վայր հասել է 16:30-ի սահմաններում, իր հետ եղել են Յուրիկ Սարգսյանը եւ Գարիկ Գևորգյանը, տեղում ականատես է եղել անձանց մտածումների, վիճաբանության եւ բառնաշփոթ իրավիճակի։ Հավաքված անձանց մի մասը դիմակով է եղել, միջամտել բաժանել են, հեռացվել են միմյանցից։ Հետագայում տեղեկացել է, որ դիմակավորված անձանց եւ առանց դիմակի
դիմակի անձանց թույլ չեն տվել ակցիայի մասնակիցներին մեկնել Երևան քաղաք։ Դեպքի վայրում տեսել է Դավիթ Համբարձումյանին, Գոռ Համբարձումյանին, Գոռ Խաչատրյանին, Սարգիս Սահակյանին, կրկին նշեմ, որ Գոռ Խաչատրյանի եւ Սարգիս Սահակյանի մասով իրական հետապնդում չի իրականացվել։ Դեպքի վայր սկզբում ժամաններ են իրենք, հետո Վարդան Վարդանյանը, Արթուր Զաքարյանը եւ Գրիգորյանը։ Դավիթ Համբարձումյանը եւ Գոռ Համբարձումյանը դեպքի վայրում որևէ գործողություն չեն կատարել, նրանց մոտ որևէ առարկա չի եղել, դիմակավորված չեն եղել։ Դավիթ Համբարձումյանի գործակալներին ատրճանակի նման առարկա չի տեսել։ Դիմակավորվածների կոնկրետ գործողությունները չի կարող կատարել։ Եվ պատվժնդական մեր վերջի տուժող Հովհաննես Բալաբանյանը դատաքննության ընթացքում արձակագրելիս նշել է, որ 10 թվականին Հայաստանի եւ Մասիսի խաչմերուկում իրեն հարվածել են մի քանի հոգի։ Դատարանում տուժողը որպես դեպքի օրը իրեն հարվածողած մատնացույց է արել Գոռ Համբարձումյանը։ Նշել է նաև, որ իր ավտոմեքենայի մեջ նստած է եղել խաչմերուկի մոտ։ Գոռ Համբարձումյանը իր հեռախոսն է ուզել, տուժողը հարցրել է, թե ինչու է ուզում իր հեռախոսը, ինչին պատասխան է ստացել, որ ասում են ուրեմն դու եւ հարվածել է իրեն, չգիտի թե ինչու։ Դեպքի վայրում հավաքված են եղել ոստիկաններ, նաև զենքերով, բայց Գոռ Համբարձումյանից այլ անձ նա չի հիշում։ Խաչմերուկում հավաքված անձանցից որևէ խմբի անդամ չի հանդիսացել, այլ պարզապես ցանկացել է այդ վայրով գնալ փոխադարձ հարվածներ չի տեսել, միայն իր կողմից հարված ստանալն է նկարագրել, դրանից հետո արագ բարել է գնացել է այդ տեղից։ Դեպքից հետո իրեն չեն փորձել շահագրգռել կամ խնդրել, որ անուններ չտա, մի անգամ ընդհանուր ընկերների հետ խոսացել է, բայց միջամտելու կամ ինչ-որ բան չասելու մասին պահանջ չի եղել։ Նշել է նրանք, թե իբր չգիտի, թե ինչու են իր հեռախոսը պահանջել եւ ինչու են իրեն հարվածել։ Աշխարհ վկայությունների մասով պետք է նշել, որ այն քննարկող իրադարձության վերաբերյալ միակ ապացույցն է Գոռ Համբարձումյանի կողմից ինչ-որ անձի նկատմամբ բռնություն գործադրելու մասով, սա միակ ապացույցն է։ Ըստ դեպքի նկարագրության խաչմերուկում եղել են բազմաթիվ անձինք, այդ թվում հենց այն հատվածում, որտեղ գտնվել է տուժողը, նման պայմաններում զարմանալի եւ անտրամաբանական, որ նշված իրադարձության վերաբերյալ որևէ այլ տվյալ քրեական գործընթացների առկա չէ։ Ըստ դեպքի նկարագրության խաչմերուկում եղել են բազմաթիվ անձինք, սակայն բացի տուժողից, որը ոչ մեկ մանրական անասած չի ստացել, ոչ մեկի ավտոմեքենան չի ունեցել։ Բացի այդ, տուժողի կողմից նկարագրված իրադարձությունը դուրս է ընկնում դեպքի տրամաբանությունից։ Նա միակն է, ում ավտոմեքենային ըստ մեղադրանքի որևէ մեկը մոտեցել է եւ ավտոմեքենային գտնվելու պայմաններում հարվածել է որևէ այլ նմանատիպ իրադարձություն դեպքի ժամանակ չի արձանագրվել։ Կրկին անգամ բնդելով Գոռ Համբարձումյանը առնչություն չունի նկարագրված իրադարձությունների։ Նշենք, որ եթե նույնիսկ տուժողի հայտնած տեղեկությունները իրական թե որևէ այլ ակտիվիտեներ չեն հաստատվում, ապա այդ իրադարձությունները կրում են միջանձնային բնույթ, ակնհայտ է, որ այդ իրադարձությունները ունեն ընդհանուր դեպքի տրամաբանությունից դուրս մնացած ինչ-որ նախորդող պատճառ։ Հնարավոր է, օրինակ, ինչպես նորագործություն միակ տուժող Սարգիս Սարգսյանի հետ տեղի ունեցած իրադարձությունների նմանվող վրայակի պատճառ, ինչի մասին տուժողը լրում է։ Անհասկանալի է մոտ 1 ժամ տևած իրադարձությունների ընթացքում ինչու որևէ մեկը որևէ ավտոմեքենայի չի մոտեցել, որևէ բան չի պահանջել, որևէ վարորդի հարված չի հասցրել, նշված հանգամանքների այն մասին, որ տուժողը սունի իրադարձությունների մասով միակ եւ վճռորոշ տեղեկության ապացույցի աղբյուր է։ Որևէ այլ տվյալով տուժողի հայտնածը չի հաստատվում եւ վերցվում է տեղի ունեցած դեպքի ընդհանուր տրամաբանության։ Այն ակնհայտորեն բավարար չի հաստատված այնուհետև, որ Գոռ Համբարձումյանը տուժողի կողմից նկարված իրադարձությունների մասնակցել է եւ որ այդ իրադարձությունները որևէ խուլիգանության մասին փաստում։ Պատվժնդական նաեւ այս տուժողի հետ կապված երկու բան ավելացնեմ։ Դատարանը քանի որ պետք է եղել Դավիթ Համբարձումյանի մասով կայացնել մեղադրական դատական վերլուծություններ արել, ասում որ ես տեսնում եմ այստեղ, որ կա օպերատիվ գրություն, որը ես գնահատում եմ եւ սրանից բխեցնում եմ, որ ինչ-որ փուլից ինչ-որ անձանց վրա ազդեցություն է գործադրվել եւ դրա համար այդ մարդիկ ցուցմունքները փոխեն։ Հիմա շատ տրամաբանական հարց է, առաջանում։ Այս տուժողը Հովհաննես Բալաբանյանը Գոռ Համբարձումյանի մասին միակ անձն է։ Դատարանը ասել է, որ ընդհանուր ընկերներ ունեն, նույնիսկ ինքը այդ ընդհանուր ընկերների հետ խոսել է դեպքի վերաբերյալ, բայց որևէ մեկին չի ասել, որ ինքը ցուցմունք փոխի չասի ինչ-որ նախկինում ասել դա,
Հիմա դատարանի տրամաբանությունը ուզում հասկանալ, այսինքն ուզում ասի, որ այդ պայմաններում, երբ որ կան ընդհանուր ընկերների երևակայություն եւ այլն, ու հանդիսանում են միակ ապացույցը, ոչ մեկի կողմից փորձ չի կատարվել նրա վրա ազդելու, իսկ մնացած բոլոր դժողների եւ վկաների վրա ազդել է։ Եթե բոլորի վրա ազդած լինեն, այս մի ոգու վրա էլ կազմեն, որ համարձակում են ասել, ընդհանրապես որևէ ապացույց չէ։ Եվ երկրորդը ինչը տարօրինակ է այս դժողի պայմաններում, ինքը ասում է, ես իմ անձնական ավտոմեքենայով գտնվել եմ այդտեղ Խաշմերում, ինձ մոտեցել են, հեռախոսել ինձ հարվածել են, բայց չգիտես ինչու հետո գործի մեջ հայտնվում է այլ ավտոմեքենայի մեջից կատարված տեսագրություն, որը ես դժողն է բերել ներկայացնում։ Այն տեսագրությունը, որի մասին մենք միշտորություն ենք ներկայացված, ավտոբուսի մեջ արած տեսագրությունն է, որի մեջ ինքը չի գտնվել։ Այդ ոնց իր ամոթ հայտնվեց, այդ ոնց ինքը բերեց ներկայացրեց։ Այս դժողի մասով ամբողջությամբ դեպի տրամաբանությունից դուրս հայտնասն։ Դատաժան դատանցույն դեպակին վերաբերող ապացույցներին անդրադառնալիս նախ ցանկանում ենք արձանագրել, որ Հարգելի պաշտպան, որպեսզի ժամանակը արդյունավետ օգտագործենք, մոտավորապես որքան ժամանակ է մնացել, որ դուք վերջացնեցեք։ 17 Պատվաստան դատարան 15 րոպե մասով ասեց պարոն Մակյանը, մենք բաժանում ենք կատարել բողոքի ներկայացման, իսկ երկրորդից սկսած ես պետք է ներկայացնեմ։ Նա որի րոպեջ եք ասել, որպեսզի 45 այո, պատվաստան դատարան մնացել է, որ ես ձեզ եւ իստի մասնակցող անձանց ներկայացնեմ տեսադրության ըստեղության բովանդակություն։ Լավ։ Ձեր հատվածը ներկայացրեք, այնուհետև մենք մի շարժություն ունենք քննարկենք եւ քննարկենք գործիքնությունը հետաձգելու հարցը, դատականից հետաձգելու հարցը։ Սուն դեպակին անդրադառնալիս նախ ցանկանում ենք արձանագրել, որ դրանց շարքում դատարանի կողմից չի թվարկվել օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված գերությունը, գործով անցնող անձանց վրա տեղի ունեցած իբր տեղի ունեցած ազդեցության վերաբերյալ 113 գործեր 203, 114 գործեր 247, այն չի թվարկվել, չի կարող ապացույց, այն չի թվարկվել որպես ապացույց, քանի որ ապացույց հանդիսանալ չի կարող։ Նշված ենթադրյալ իրադարձությունները նկարագրող փաստաթուղթը ընդամենը գրություն է կատարված միջոցառումների արդյունքի մասին, ընդ որում դատաքննության ընթացքում այն անձին, ում նշված հանգամանքի վերաբերյալ հարցեր են մտել, տվել են բացասական պատասխաններ, հետքելով, որ այդ օպերատիվ գրությամբ արձանագրված ենթադրությունները եւ վերջինս պնդել են, որ առհասարակ իրենց վրա ազդեցություն երբևէ չի եղել։ Այս առումով արտանշական է այն, որ դատարան անձանց ուսումնների արժանավորության վերաբերյալ վերլուծություն է կատարել, հիմք ընդունելով անհայտ աղբյուրից ստացած ինչ-որ օպերատիվ գրություն։ Այնինչ անձիկ ովքեր հարցաքննվել են դատարանում, հայտնել են, որ որևէ ազդեցություն իրենց նկատմամբ չի կիրառվել։ Դատարանի կողմից նախազգուշացրել են ուսուցում տալու հանգամանքի համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին եւ այդ փաստի հաշվառմամբ ցուցմունք են տվել, որ իրենց նկատմամբ որևէ ազդեցություն երբևէ չի եղել։ Իրավական ողջամտությունից դուրս է դատարանի նման դիրքորոշումը, որ անհայտ ծագման ինչ-որ օպերատիվ տեղեկությունը կարող է հիմք հանդիսանալ անձանց ուսուցումների արժանահավատությունը գնահատելու առումով։ Ավելին հարկ է նշել, որ արտադրության իրականացմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքում քրեական գործ երբեք հավասար չի եղել։ Հետևաբար, անհայտ աղբյուրից ստացված նշված օպերատիվ գրությունը որևէ ավելարժեք չէր կարող տալ սույն գործով անձանց ուսուցումների արժանահավատության գնահատման համատեքստում։ Վկան Նորիկ Դանիելյանի, դժողներ Աբրահամ Ինջուրուլյանի, Արամ Պողոսյանի, Արեստո Կաստանյանի, Հովհաննես Բալազանյանի, Արամ Բարգյանի կողմից հայտնած մեր կողմից հիշատակված տեղեկությունները ուսուցումները ամբողջությամբ չեզոքացնում են դատարանի կողմից անձանց ուսուցումների արժանահավատության վերաբերյալ իրականացված սնանկ վերլուծություններն ու գնահատականը։ Մասնավորապես դժողները եւ էական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնած բոլոր վկաները հաստատապես պնդել են, որ թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում որևէ մեկը իրենց նկատմամբ որևէ տեսակի ազդեցություն չի գործադրել, չի խնդրել կամ համոզել կամ այն եղանակով պարտավորեցրել հայտնել այս կամ այն մեղադրյալի օգտին մեկնաբանվող տեղեկություններ։ Նշված փաստերի լույսի ներքո դատարանին այն պնդումը, որ առկա է օպերատիվ տեղեկություն, որ գործով անցնում անձանց վրա նախաքննության ընթացքում ազդեցություն է եղել, ոչ այլ ինչ է, քան իրականությանը չհամաձայնական դատարանի երբական պնդումը։
Անհայտ աղբյուրից ստացված օպերատիվ դրության մասով մեր դիրքորոշումն անմիջել է, սակայն առանց իրականության ժամանակահատվածով հիշատակված բանվանը, դատարանը պարզապես հնարավորություն չէ ունենա Դավիթ Երգորի հանրությունների մեղավոր ճանաչել, հետևաբար դիմել է այդ միջոցին, որպեսզի ամեն դեպքում մեղադրական դատական ակտ արվի։ Հետաքրքիր է նաև քայլերի այն հաջորդականությունը, որոնցով դատարանը հանգել է արդարացուցումներ տալով բոլոր անձանց հայտնած տեղեկությունների անարժանավորության հաստատումը։ Այսպես, նախ դատարանը հիշատակված միջոցառման անձնագրերի մասին օպերատիվ դրությունը չի թվարկել որպես հետազոտված թույլատրելի ապացույց։ Ավելին, այն ապացույց չի կարող հանդիսանալ։ Այս կապակցությամբ հարկ է նաև նշել, որ ապացույցների արժանավորությունը գնահատվում է դատարանի կողմից դրանք այլ ապացույցների հետ համադրելու և վերլուծելու արդյունքում, այնինչ հիշատակված օպերատիվ դրությունը ապացույց չի հանդիսանում, իսկ դատարանը անձնական ցուցմունքների արժանավորությունը գնահատել է հենց այդ օպերատիվ դրության հետ համեմատությամբ։ Տպավորությունը, որ դատարանին անհրաժեշտ է եղել գործի նյութերում հայտնաբերել և օգտագործել ինչ-որ պատրվակ Դավիթ Երգորի անվարձություններին արդարացնող բոլոր ցուցմունքները ոչ արժանավորված գնահատելու համար, ինչն արժեզրկում է դատական քննության թույլը, որպես ապացույցների գնահատման և արդարացման իրականացման թույլ։ Փաստացի դատարանը նախաքննական ցուցմունքների մի մասը և դատաքննական բոլոր ցուցմունքները, որոնք համապատասխանում են առկա տեսակետությանը, որոշակի պատրվակներ օգտագործելով գնահատել է ոչ արժանավորված, միաժամանակ արժանավորված գնահատել է նախաքննության հետազոտում տված սկզբնական ցուցմունքները, ընդ որում դրանց ամբողջությունից առանձնացվել է և արժանավորված է գնահատել միայն մեղադրական դատավարժի համար պիտանի հատվածները, անտեսելով, որ նախաքննության ժամանակ ևս նույն անձինք Դավիթ Երգորի անվարձությունների վերաբերյալ տվել են նաև արդարացնող բնույթի ցուցմունքներ։ Դատավարժի ցուցմունքների արժանավորության վերաբերյալ դատարանի կողմից արձանագրված բավականին ծավալուն վերլուծությունը իրենց ներկայացնում է ընդամենը սույն դեպքում մեղադրական դատական ակտի հիմնավոր և պատճառաբանված դատավարժի ձևական տեսք հաղորդելու անհաջող փորձ և պատճառաբանված դատական ակտի պատրաստ։ Տեսագրությունների մասով պատժան դատական գործիքներում առկա են ստեվագին վերաբերող 4 տեսանյութեր, որոնցից 3-ը ապացուցողական նշանակություն չունեն, թե վերաբերելի են դեպքի, բայց կոնկրետ Դավիթ Երգորի անվարձությունների գործողությունների մասով որևէ տեղեկություն չեն պարունակում, իսկ ծանրաբեռնելու այս չեմ տեսնում, անդրադառնանք միայն Բուժող Հովհաննես Ալաբանյանի կողմից ներկայացված տեսագրությանը։ Նախաքննության ուրեմն տեսագրությունը տևում է 1 րոպե 31 վայրկյան։ Վերը նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկությունը պարունակում է միայն այդ համապատասխան տեսագրությունը, նախաքննության ընթացքում կատարված տեսանյութերի զննությամբ միայն մեկ նպատակի են ծառայել, տեսագրության պատկերված անձանց մեջ հայտնաբերել և նույնացնել Դավիթ Երգորի անվարձություններին։ Նշված նպատակը նախաքննական մարմինի իրականացրել է պատկերված անձանց մեջ երկու անձի նույնացրել է որպես Գոր և Դավիթ անվարձություններին։ Հատկանշական է, որ տվյալ տեսագրությունները զննելու մասին արձանագրությունները քրեական գործով որևէ այլ ապացուցողական տվյալ նախաքննական մարմին և դատարան չեն պարունակում։ Պարզապես զննության մասնակիցը ճանաչում է Գոր անվարձություններին, մյուս մասնակիցը Դավիթ անվարձություններին, ընդհանրապես այդ հանգամանքն արձանագրված։ Ի տարբերություն նշված տեսագրությունների վարույթ իրականացնող մարմնի իրականացրած թերի զննության արձանագրությունների, պաշտպանության կողմի եզրափակիչ ելույթը ներկայացնելիս այնտեղ տեղադրել է համապատասխան տեսագրության վերաբերյալ համապատասխան վերլուծությունը և ըստ վայրկյանների, ըստ կադրերի առանձնացրել ենք և դատարանի համապատասխան հատվածը ներկայացրել ենք և հատկանշական է, որ դատարանը թվարկելով նշած տեսագրությունները և այն զննելու մասին արձանագրությունը, որպես հետազոտված թույլատրելի ապացույց, պարզապես անտեսել է տվյալ տեսագրության բովանդակությունը, որը պատճառաբանություն չի նշել տեսագրության վերաբերյալ, պարզապես այն թվարկել է առանց պատճառաբանելու, թե այն ինչու է համարում մեղադրական բնույթի ապացույց և մեղադրանքի հիմքում դրվող ապացույց։ Պատճառը պարզ է, թե դատարանը մեջբերել իր բովանդակությունը և պատշաճ վերլուծել այն, որպես ապացույց, դատարանը պարզապես հնարավորություն չէր ունենա Դավիթ Երգորի անվարձությունների մասով կայացնել մեղադրական դատական ակտ։ Հետևաբար դատարանը որոշել է շրջանցել այդ տեսագրությունը։ Նշված տեսագրության բովանդակությունը ուղղակիորեն հաստատում է, որ սննդեվարկող դժողների և վկաների այդ բարձրաստիճան ոստիկանների այն ցուցմունքները, որոնց համաձայն Դավիթ Երգորի անվարձությունները դեպքի ժամանակ որևէ մեկին չեն հարվածել, որևէ մեկի նկատմամբ բռնություն չեն գործադրել, զենք չեն կիրառել և չեն հանձնարարել որևէ մեկին ծեծի ենթարկել։ Տեսագրությամբ պատկերված այն անձինք, ովքեր նույնացվել են որպես Դավիթ Երգորի անվարձությունները, ընդհանրապես դժողներին հարվածելու հնարավորություն չեն ունեցել։
Ավելին, պաշտպանության և մեղադրանքի կողմի եզրակացության ելույթներից հետո դատարանը կողմերին հարց է ուղղել այն մասին, թե դատարանը հակասական ցուցմունքների առարկայության պայմաններով, ինչպես կամ ինչպիսի չափանիշներով պետք է առաջնորդվի այս կամ այն ցուցմունքը արժանավատ կամ ոչ արժանավատ գնահատելու հարցում։ Դա դատական նիստի ձայնագրությունները ամբողջը պաշտպանության կողմը տվյալ հարցին պատասխանելով խնդրել է հիշատակված հակասական ցուցմունքները համեմատել առկա տեսակցության հետ, որպես օբյեկտիվ ապացույց, ինչի արդյունքում դատարանը վերահսկված հարցին կստանա սպառիչ պատասխան և կհաստատվի, որ արժանահավատ են մեղադրանքներին արդարացնող ցուցմունքները։ Ի դեպ այս առումով կարևոր է այն, որ տեսակցություններն ու ձայնագրությունները հանդիսանում են օբյեկտիվ ապացույցներ, որոնք չեն կարող ձևափոխվել, հետևաբար դատարանը ունենալով միմյանց հակասող ցուցմունքներ, դրանց արժանահավատությունը գնահատելու համար պետք է մանրամասն վերլուծել և գնահատել հենց գործում առկա տեսակցությունը և հենց օբյեկտիվ ապացույցի հաշվառման գնահատել անցած ցուցմունքների արժանահավատությունը, այլ ոչ թե անհայտ աղբյուրից ստացված ինչ-որ օպերատիվ գլուսան հիման վրա։ Սակայն դատարանն առաջնորդվելով այդ տրամաբանության և շարժառիթներով անդրադարձել է նշված տեսակցության բովանդակությունը և համեմատական վերլուծություն չի ենթարկվել դժողների վկաների ցուցմունքների և տեսակցության բովանդակությունը։ Պատորեն դատարանը օրինակ վերում է, տեսակցության մեջ անձինք են մնացել, որպես լորեն Դավիթ Համբարձումյանն է, և առկային անձած ցուցմունքն է, որ ասում է ինձ ծեծող անձը Դավիթ Համբարձումյանն է, ինքը տեղին շորելով։ Միակ դատարանը չի նայել տեսակցությունը չընդհանրապես տեղին շորելով մարդ կա, հենց այդ ուժողների ծեծի ենթարկվելու ամբողջ ժամանակահատված այդ տեսակցությունը պարունակում։ Երբ որ վերաբերական վերդիկտը կայացվեց պաշտպանության կողմից, բավականին երկար մտածում ենք, թե դատարանը տեսակցության վերջերին ինչ գնահատականատարում, ոնց այդ ակնհայտ փաստերը շրջանցել էր, որ վերաբերական դատավճիռ է կա։ Պարզվեց, որ ամեն շատ ավելի հեշտ է կանել պատվիրել, դատարանը պարզապես հանդեսել է տեսակցությունը, ընդհանրապես անհրաժեշտ չի կատարել։ Այսպես պատվժան դատարան դատական քննության ընթացքում հետազոտված ուժով Հովհաննես Բալաբանյանի կողմից Արարատի մարզի հայրենի Ստորտաշատ Գյուղերի Խաչմերուկի Գեղոնսատ երգի վերաբերյալ ներկայացված տեսակցությունը վերաբերյալ նշենք հետևյալը։ Տեսակցությունը 1 րոպե 31 վայրկյան է, դեպքի վայրում կայանված մաքենայից է, ավտոբուսից է կատարված, Խոսքային հարգելի պաշտպան, խոսքային տեսակցության մասին է, որը միջնորդել է հետազոտում։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ սույն դեպքին վերաբերող ապացուցողական զանգվածում ապացուցողական կշիռ ունեցող միակ տեսակցությունը սա է, ինչպես քրեական գործի նյութերում առկա մյուս բոլոր տեսակցությունները, սույն տեսակցությունը ևս զննվել է ոչ օբյեկտիվ, զննությամբ չեն արձանագրվել մի շարք էական հանգամանքներ, մասնավորապես տեսանյութի 00 և 0002 վարքերին հստակ երևում է, որ այն անձը, ով ըստ մեղադրանքի կողմի հանդիսանում է Դավիթ Համբարձումյանը, ի սկզբանե չի գտնվում այնտեղ, որտեղ վիճաբանող անձանց խումբն է, այլ ձախից դեպի աջ հասնում է վիճաբանության վայր, նշված անձը դեղին հատուցում չի կրում։ Տեսակցության 3-ից 7-րդ վայրկյանում պատկերված է այն անձը, ով նույնացնում է որպես Գոր Համբարձումյան, հատկանշական է, որ վերջինս դեպքի վայր է մոտենում հակառակ ուղղությունից համեմատած Դավիթ Համբարձումյանը նույնացնող անձի մոտենալու ուղղությամբ հետ։ Այսինքն հաստատվում է, որ նրանք միասին չեն գտնվել դեպքի վայրում, նշված անձը ևս դեղին հատուց չի կրում։ Տեսակցության 7-րդ վայրկյանին հստակ երևում է, որ այն անձը, ով ըստ մեղադրանքի կողմի հանդիսանում է Գոր Համբարձումյանը, տուժողներից գտնվում է ավելի քան 6-ից 7 մետր հեռավորության վրա և շարունակում է գտնվել այդ հեռավորության վրա բուն կաշկշուկի և ծեծտրուկի ամբողջ ժամանակահատվածում։ Տեսակցության 3-ից 5-րդ վայրկյանին պատկերված են սույն գործող տուժողներ Աբրահամ Ինջուլյանը, կարմիր և սև վերնազգեստով և Արա Պողոսյանի ամբողջությամբ սև հագուստներով։ Աբրահամ Ինջուլյանին նույնացնելու մասով տես Օգտաշատից Հանրապետության հրապարակ վերտարության տեսակցությունը այնտեղ ևս նույն հագուստներով է։ Նույն պահին հստակ երևում է, որ ինչ-որ անձ այդ վայրից հեռացնում է տուժող Աբրահամ Ինջուլյանին, իսկ տուժող Արա Պողոսյանը առաջինն է ոտքով հարված հասցնում իր առջև կանգնած անձանց։ Այդ ողջ ընթացքում այն անձը, ով ըստ մեղադրանքի կողմի հանդիսանում է Դավիթ Համբարձումյանը, որևէ գործունեություն չի կատարում, որևէ մեկին չի հարվածում, չի հայոյում, չի հրում, վերջինիս վարկագիծից և պահվածքից հնարավոր է արձանագրել, որ վերջինս փորձում է պարզապես հասկանալ, թե ինչ է կատարում։ Այդ ողջ ընթացքում այն անձը, ով ըստ մեղադրանքի կողմի հանդիսանում է Դավիթ Համբարձումյանը, գտնվում է տուժողներից առնվազն 3-ից 4 մետր հեռավորության վրա, ընդ որում իր և տուժողների միջև մի քանի շարք անձինք են կանգնեցնում։
Այնուհետև Արա Պողոսյանի կողմից առաջին հարվածը հասցնելուց հետո տուժողների եւ անհայտ անձանց միջեւ տեղի ունեն թեժ վիճաբանություն, քաշքշուկ ենթադրվում է նաեւ հարվածը։ Ըստ էության սա հենց այն բանն է, որի ընթացքում տուժողները ծեծի են ենթարկվել։ Այն անձը, ով ըստ մեղադրանքի կողմի հանդիսանում է Դավիթ Համբարձումյանը, այդ ողջ ժամանակահատվածում կոնկրետ այդ իրադարձություններին ևս չի միջամտում եւ չի մասնակցում դրանց։ Նախորդող ժամանակահատվածում տեսախցիկը ուղղված է դեպի այն ավտոմեքենայի դիմապակի, որից կատարվել է տեսանկարահանումը, այսինքն պատկերում է ավտոմեքենայի անմիջապես դիմացի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, որի ընթացքում հստակ երևում է, որ այն անձով 90-րդ Դավիթ Համբարձումյանը ավտոմեքենայից դիտվում է շուրջ 5 մետր հեռավորության վրա։ Տեսանյութի 14-րդ վայրկյանին տեսախցիկը թեքվում է դեպի աջ եւ նկարահանում է արդեն այն իրադարձությունը, որով տեղի է ունենում ավտոմեքենայի աջ դրան հարակից տարածքում, որտեղ երևում է տուժող Աբրահամ Ինջեգուրյանը։ 14-22 վայրկյանը տեսախցիկի դաշտում հայտնվում են տարբեր անձինք, որոնց թվում չէ, թե այն անձը, ով ըստ մեղադրանքի հանդիսանում է Դավիթ Համբարձումյանը, թե այն անձը, ով նույնացնում է որպես Գոռ Համբարձումյանը։ 22-րդ վայրկյանի տեսախցիկի տեսադաշտում է հայտնվում ոստիկանության աշխատակից, ով գալիս է այն ուղղությունից, որտեղ մինչ այդ կանգնած են եղել Դավիթ եւ Գոռ Համբարձումյանները, որպես Դավիթ եւ Գոռ Համբարձումյանը նույնացնող անձ։ Սա Արտուր Զաքարյանն է։ Առաջին ինքն է գալիս բաժանում եւ գալիս է հենց այն տեղից, որտեղ կանգնած են Դավիթ եւ Գոռ Համբարձումյանները նույնացնող անձ։ 16-րդ վայրկյանի տեսակցությամբ վիճաբանությունը քաշքշուկ եւ ծեծվելուքը դժողների եւ անհայտ անձանց միջեւ արդեն ավարտված է։ Պարզապես տարբեր կողմերից գորգորոցներ են լսվում։ Այսինքն այն մեծ ծեծ ու ջարդը, որը նկարագրված է հեռադրանքում, տևել է ընդամենը 10 վայրկյան, ընդ որում առաջին հարվածը հասցրել է դժող Արա Պողոսյանը։ 20-ից 22-րդ վայրկյաններում հստակ լսվում է գոռոց. հետ բերեք Արա։ Բովանդակությամբ ըստ էության խոսքը վերաբերում է բերման ենթադրված անձանց ազատ արձակելուն եւ ըստ էության ուղղված է ոստիկանության աշխատակիցներին։ 32-րդ վայրկյանի տեսադաշտում է տեսախցիկի հայտնվում եւս մեկ ոստիկանության աշխատակից եւ այդ ընթացքում վերջինս հերելով հեռացնում է դժողներին դեպի ավտոմեքենայի հետանց։ Տեսակցության 32-33 վայրկյանին լսվում է կրակոցի նմանվող պայթյունության, այն հատկանշական է, որ այդ բանին տեսախցիկի դիրքը այնպիսին է, որ երևում է այն ավտոմեքենայի աջ կողային հայելին, որից կատարվել է տեսանկարահանումը եւ հայերի մեջ հստակ երևում է, որ պայթյունի ձայնից անմիջապես հետո ավտոմեքենայի հետնամասում մեծ քանակությամբ ծուխ է առաջանում։ Այսինքն դա ոչ թե կրակոցի, այլ կամ ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոց կամ ավտոմեքենայի արձակության պատճառով խլացիչից հնչող պայթյունի ձայն եւ առաջացող ծուխ։ Նշվածը համընկնում է նաեւ դժող Արա Պողոսյանի ցուցմունքի հետ, ով նշել է, որ այդ կրակոց չի եղել, այլ եղել է պայթյուն, որի հետևանքով իր կոշիկները պատրվել են։ Տեսանյութի 36-րդ վայրկյանին տեսադաշտում հայտնվում է թվով 3-րդ ոստիկանության աշխատակիցը, տեսակցության 38-րդ վայրկյանի տեսադաշտում հայտնվում է թվով 4-րդ ոստիկանության աշխատակիցը մասնատված Վարդան Վարդանյանը, տեսակցության 48-րդ վայրկյանի պատկերված է դժողներ Աբրահամ Ինջեգուրյանը եւ Արա Պողոսյանը, ովքեր 14 վայրկյանից սկսած գտնվել են ավտոմեքենայի, որից կատարվել է տեսանկարահանումը աջ հատվածում դեպի հետ։ Այսինքն չեն գտնվել այնտեղ, որտեղ այդ ողջ ժամանակահատվածում գտնվել են Դավիթ եւ Գոռ Համբարձումյանները նույնացնող անձինք։ Տեսակցության 51-րդ վայրկյանին դժողը շարժվում եւ քայլում է դեպի այն արտաս կողմը մեկ քիչ առաջ վիճաբանում հստակ երևում է, որ այդ ընթացքում վերջիններից որը մեկը չի հարվածում, ընդհանրապես փորձում են հանդարտեցնել։ Ըստ տեսակցության բուն վիճաբանություն եւ քաշքշուկը ամբողջությամբ ավարտվում է տեսակցության 14-րդ վայրկյանին, վերնշված փաստերից հնարավոր է քննել հետեւյալը, որ իրականության է համապատասխանում, որպես Դավիթ եւ Գոռ Համբարձումյանները նույնացնող անձը դեպքի վայրում միասին չեն գտնվել, այլ եկել են տարբեր ուղղություններից։ Ակնհայտ որ Դավիթ Համբարձումյանը եւ Գոռ Համբարձումյանը նույնացնող անձինք դժողներից գտնվել են այնպիսի հեռավորության վրա, որ չէին կարող պարզապես վերջիններից ծեծի ենթարկել։ Եվ ի վերջո պատվիրատուական փաստը, որ առաջին հարվածը հասցրել է դժող Արա Պողոսյանի կողմից, միշտ այդ պատճառ է հանդիսացել ծեծվելուքի եւ քաշքշուկի։ Դեպքի ողջ ժամանակահատվածում դեպքի վայրում գտնվել են ոստիկանության առնվազն 4 աշխատակիցներ, ովքեր 4 են նշել, որտեղ 4-ը հստակ տեսակցության մեջ երևում են, բայց ավել է եղել, ցուցմունքներով էլ է դա երևում։ Եվ պատվիրատուական դատարան նշված ոստիկանների հեշտությամբ հնարավոր է նույնացնել սունդևարգով դատարանում հարցակնված ոստիկանության աշխատակիցների եւ նրանք
Ահաբեր ժամանակահատվածներում հասել է։ Մենք ասում ենք ժամը 4-ին հասավ, 14-ից մեկը 5-ին մեր տեսակցության վայրերում, այսինքն հաստատապես հնարավոր է փոխել, որ գում միջադեպի ողջ ժամանակահատվածում այնտեղ եղել են ոստիկանության աշխատակիցներ եւ ոչ մեկ դարձնեկոր համացումների կողմից հակաիրավական գործողությունների կատարման մասին ցույց չի տվել, թե նախաքննության, թե դատաքննության կետից։ Իմ ասով այսքանը պատժեն վարդություն։ Դա արգելի պաշտպանից եթե ավարտեցիք, դատանը բարձրացնում է, որ այսօր նշանակված են այլ դատական նիստեր դատանիների կազմով, միևնույն ժամանակ դատանում են այլ աշխատանքների ծառայության, հաշվի առնելով նաև ներկայացված բողոքի մեծացավալությունը, ինչը